Հայտարարում եմ հերթական քննարկման մեկնարկի մասին։ Այս հանդիպում քննարկման մեր հյուրը Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն է։ Բարև ձեզ, պարոն Գրիգորյան, շնորհակալ ենք մեր հրավերը հերթական անգամ ընդունելու համար։ Իմիջիայլոց պարոն Գրիգորյանը ամենից հաճախ երևի թե մեզ հյուրընկալած բանախոսներից մեկն է։ Այս կապակցությամբ հիմնադրամի անունից հատուկ շնորհակալություն եմ հայտնում։ Այսօրվա մեր քննարկման թեման վերաբերելու է Հայաստանի անվտանգային մարտահրավերներին եւ խաղաղության գործընթացին։ Ընդհանուր առմամբ մեր քննարկումը կտևի 2 ժամ։ Քննարկումը մենք ինչպես սովորաբար, այնպես էլ հիմա նախատեսում ենք ավելի շատ, որ առաջ ընթանա հարց ու պատասխանի ձևաչափով, իսկ սկզբնահատվածում ձեզ կտրամադրենք մինչև 5 րոպե ժամանակ ընդհանուր նախաբանով, անոտացիայով հանդես գալու համար, որից հետո գրանցման միջոցով մասնակիցները կգրանցվեն հարցերի համար եւ ըստ հերթականության գրանցման արդեն կանցնենք հարց ու պատասխանի փուլին, իսկ հիմա հարթակաձերն է, կարող ենք սկսել։ Շնորհակալություն Յուրի, ես ուզում եմ նախ շնորհակալություն հայտնել Restart-ին նման ֆորմատով հանդիպում կազմակերպելու եւ այսպիսի մեծ աշխատանք կատարելու համար եւ ես շատ ուրախ եմ, որ հաճախ եմ հյուրընկալվում ձեր կողմից կազմակերպված այսպիսի միջոցառումներին եւ համոզված եմ այս հանդիպումն էլ հետաքրքիր ֆորմատով է անցնելու։ Անվտանգության մասին եւ խաղաղության մասին խոսելիս կարծում եմ այս երկու բառերը իրար հետ շատ փոխկապակցված են եւ փոխլրացնող են եւ կարող ենք ասել անցած տարի օգոստոսի 8-ին տեղի ունեցած Վաշինգտոնի գագաթնաժողովից հետո մեր տարածաշրջանում հաստատվել է խաղաղություն։ Այժմ մենք աշխատում ենք, որպեսզի խաղաղությունը ինստիտուցիոնալիզացնենք։ Ինստիտուցիոնալիզացնել ասելով մենք հասկանում ենք խաղաղության պայմանագրի ստորագրում եւ վավերացում, ինչպես նաեւ ապաշրջափակման գործընթացը, որ տեղի ունենա, որտեւ դրանք իրենց հերթին կբերեն խաղաղության գործընթացի ամրապնդում եւ նաեւ կօգնեն, որպեսզի խաղաղությունը երկարաժամկետ պահպանվի։ Նաև այս կոնտեքստում անվտանգային միջավայրի մասին բնականաբար իհարկե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել, բայց ավելի լայն մեծ տարածաշրջանում ընդհանուր առմամբ անկայունություն կա, իհարկե վայրիվերումներով է այդ անկայունությունը, երբեմն ակտիվ պատերազմական փուլով, վերջերս ավելի բանակցություններ տիրում, բայց որպես ճգնաժամ այն մեր տարածաշրջանում է եւ ես կուզեի այստեղ շատ կարեւոր շեշտադրում կատարեի, որ խաղաղությունը օգնել է, որպեսզի Հայաստանի կամ տարածաշրջանի վրա մոտ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները հնարավորինս մինիմալ ազդեցություն ունենան, միանշանակ է, եթե մենք խաղաղություն չունենայինք, ապա այդ կոնֆլիկտը կամ մերձավոր արևելքի պատերազմը մեզ վրա ավելի մեծ ազդեցություն կունենար։ Դժվար է ասել, իհարկե պատմությունը չի սիրում եթերներ, բայց դժվար ասել, թե ինչպիսի ազդեցություն կլինի, բայց միանշանակ է, որ մեր վրա ազդեցություն էր ունենալու մերձավոր արևելքի պատերազմը, այնպես չի որ չունի, ազդեցություն ունի տնտեսական առումով ազդեցություն ունի, նույն ամենասովորական բանը, եթե նախկինում Երևան-Դուբայ թռիչքը եղել է մինչև 3 ժամ, 2.5-ից 3 ժամ, այսօր 5-ից 6 ժամ է, միայն այդ փոփոխությունով կարելի ասել, եւ գիտեք, որ Հայաստանի եւ Էմիրատների միջև կարելի ասել շաբաթական 35-ից 40 թռիչք է եղել եւ կարող եք պատկերացնել, թե ինչպիսի ինտենսիվ տնտեսական կապ է եղել, նաեւ մենք օգտագործել ենք Իրանի տարածքը, որպեսզի կապ հաստատենք մերձավոր արևելքի հետ, ի նկատի ունեմ ցամաքային տարածքը կապ հաստատելու առևտրատնտեսական հարաբերությունները կամ կապերը ամուր պահելու առումով եւ պատերազմի պատճառով կամ այս պահին
գոյություն ունեցող ճգնաժամի պատճառով մենք ունենք ավելի նվազ ազդեցություն մեր տարածաշրջանի վրա։ Ես այսքանով կսահմանափակվեմ, հարց ու պատասխանի միջոցով կփորձենք կենտրոնանալ ավելի շատ այն թեմաների վրա, որոնք երիտասարդությանն է հետաքրքրում, եւ շատ ուրախ կլինեմ պատասխանել ձեր հարցերին։ Շնորհակալություն նախաբանի համար, իսկ հիմա խնդրում եմ խոսափողը փոխանցել Խաչատրյան Գուրգենին առաջի հարցի համար։ Ես Խաչատրյան Գուրգենն եմ, ԵՊ-ի առաջին կուրսի ուսանող։ Ինչպես գիտենք, Ռուսաստանից դեպի Այսր-Կովկաս կա ընդամենը երկու երկաթուղային ուղղություն, որոնցից մեկը ադրբեջանականն է, որին հասանելիություն ստացանք վերջերս, իսկ մյուսը աբխազականն է, որի էկոնոմիկայի նախարարը վերջերս հայտարարեց, որ պատրաստ են բանակցություններ սկսել ու Վրաստանի հետ ու տնտեսական շահերը վերտասել քաղաքականից։ Սա ամենից շատ օգուտ է ՀՀ-ին, որպեսզի եւս մեկ լծակ չտա Ադրբեջանին ու ստանա եւս մեկ դիվերսիֆիկացված ուղղություն Ռուսաստանի հետ կապ հաստատելու համար։ Այսպիսով, ինչ քայլեր է ձեռնարկում ՀՀ-ն ու եթե ձեռնարկում է, որոնք են դրանք։ Շնորհակալություն։ Հարցի վերջի մասը մի հատ նորից կկրկնեք, որ խնդրեմ։ Վրաստանին ու Աբխազիայի հետ նրանց հարաբերությունները կարգավորելու ու երկաթուղային հնարավորություն ստեղծելու համար ՀՀ-ն արդյոք ձեռնարկում է քայլեր ու եթե հա ինչ քայլեր է ձեռնարկում։ Նայեք, դուք ճիշտ նշեցիք, որ մենք երկու տարբերակ ունենք երկաթուղային կապ հաստատել եւ այս դեպքում հասանելի է միայն Վրաստանով Ադրբեջանի տարածքով Ռուսաստանի Դաշնության հետ երկաթուղային կապ ունենալ։ Երկրորդը գործարկելու մասով իհարկե մեր վերահսկողությունից կամ մեր ազդեցության գոտից շատ դուրս է, այդտեղ բազմաթիվ խնդիրներ կան, բազմաշերտ խնդիրներ են այդ խնդիրները եւ ավելի շատ մեր վերահսկողությունից դուրս է։ Իհարկե մեր ցանկություն այն է, որպեսզի այդ երկաթուղին եւս բացի, որովհետեւ ընդհանուր առմամբ տարածաշրջանի ապաշրջափակումը իր հերթին ենթադրում է, որ ոչ միայն արևելք-արևմուտք եւ հակառակը, այլ նաեւ հյուսիս-հարավ եւ հակառակը պետք է ապաշրջափակում տեղի ունենա եւ եթե այդպիսի երկարաժամկետ ապաշրջափակում տեղի ունենա, այսինքն թրիփը կառուցվի, այնուհետեւ բոլոր ենթակառուցվածքները բացվի, ապա Հայաստանը դրանից կշահի, որովհետեւ հյուսիս-հարավը իր հերթին մեծ պոտենցիալ ունի եւ մենք պատրաստական ենք այս ուղղությամբ աշխատելու, բայց նաեւ որոշակի աշխարհակահաղական սահմանափակումներ կան եւ այդ աշխարհակահաղական սահմանափակումների մասով մեր մոտեցումն այն է, որ լավ կլինի, որ դրանք լուծվեն, որպեսզի ավելի լայն հնարավորություններ բացվի տարածաշրջանի համար։ Հաջորդ հարցի համար Լաուրա Սարգսյանին խնդրում եմ խոսափողը տրամադրել։ Բարև ձեզ, ես Լաուրան եմ Սարգսյան, սովորում եմ Եվրոպական համալսարանում։ Պարոն Գրիգորյան, 2025 թվականի սեպտեմբերին Restart հիմնադրամի հանդիպման ժամանակ դուք այն հարցին, թե ինչպես է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարձրագույն ղեկավարությունը պատրաստվում ապահովել մարտական հերթապահության մեկնող անձնակազմի բավարար թվաքանակ, այն բանից հետո, երբ զինծառայողության ժամկետը կկրճատվի, դուք նշեցիք, որ փոփոխությունների սպասվում են այն բանից հետո, երբ կընկնվի խաղաղության պայմանագիրը, կավարտվի դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթացը, իսկ մարտական հերթապահության պարտականությունը կստանձնվեն Հայաստանի Հանրապետության ԱԱԾ-ի սահմանապահ զորքերին։ Դրանից հետո նոր նախատեսվում է զինծառայողության ժամկետի կրճատումը։ Հիմա հարցս. ինչ է այս փոփոխությունն իրենից ենթադրում, եթե ոչ նախընտրական պոպուլիստական քայլ։ Նայեք, դուք ամբողջությամբ ուղիղ իմ խոսքն եք մեջբերել հիմա։ Նայեք, նախ զինվորական ժամկետի կրճատումը գործընթաց է, որ ավելի շուտ է սկսել եւ ընդհանուր իմ միտքը ամենայն հավանականություն այն է եղել, որ սահմանազատումը կատարելու դեպքում սահմանապահ զորքերը կվերցնեն պատասխանատվություն Հայաստան-Ադրբեջան սահմանի
ամբողջ երկայնքով եւ դա սահմանապահ զորքերի պարտավորությունների գոտի կլինի եւ այստեղ զինված ուժերը ավելի շատ կկենտրոնանա իր մշտական տեղակայման վայրերում կլինի զինված ուժերը եւ այս առումով դա ազդեցություն կունենա, բայց նաեւ մեր գնահատականը այն ինչ տեղի է ունեցել օգոստոսի 8-ից հետո ամբողջովին մեր միջավայրը փոխել է եւ հնարավորություն է տվել, որպեսզի զինվորական ծառայության ժամկետը կարողանան կրճատել եւ զինված ուժերը եւ այլ կառույցները գնահատել են, որ մենք ունենք այդ հնարավորությունը, այդ կարողությունը այս պահին դա կատարելու, այդ իսկ պատճառով հիմա ենք կատարել։ Հաջորդ հարցի համար Տիգրան Լալայան։ Բարև ձեզ, շնորհակալություն հարցի հնարավորության համար։ Տիգրան Լալայան Արցախից։ Պարոն Գրիգորյան, իմանալով, որ դուք նույնպես Արցախից եք, հարցս հետևյալն է. ինչպես կմեկնաբանեք վերջերս Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ դրանից մի քիչ առաջ Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահի խոսքերը։ Իդեպս Հայաստանի Հանրապետության վարչապետը մետրոյում նստած աղջիկան ասացել է փախածներ, իսկ դրանից առաջ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահը ասել է մնայիք պահեիք, ինչը նշանակում է, որ այդ խոսքերը ուղղված էին Հայաստանի Արցախցի երիտասարդ աղջկա։ Հիմա ինչպես կմեկնաբանեք այդ խոսքերը, դուք համարում եք արցախցիներին փախածներ եւ եթե ոչ, ինչու են իրանք այդ ասել։ Նախ այդ հայտարարությունից հետո վարչապետը նաև գրառում է կատարել եւ ներողություն է խնդրել։ Ինչ վերաբերում է այդ արտահայտություններին, դրա վերաբերյալ արդեն խոսել է վարչապետը եւ կարծում եմ այստեղ ավելացնելու բան չունեմ։ Շնորհակալություն, հաջորդ հարցի համար խնդրում եմ խոսափողը տրամադրել Լուսինե Բեկջանյանին։ Ողջունում եմ բոլորին, Լուսինե Բեկջանյան, Վանաձոր պետական համալսարանից։ Պարոն Գրիգորյան, իմ հարցը հետևյալն է. 2020 թվականի հուլիսին, նախ մեր պետությունում հիմա գործում է 2020 թվականի հուլիսին ընդունված ռազմավարության ծրագիրը անվտանգության, բայց ինչպես գիտենք, դրանից հետո որոշակի իրադարձություններ են տեղի ունեցել, մասնավորապես 44-օրյա պատերազմը 2020 թվականի, ինչպես նաև ռուս-ուկրաինական հակամարտությունը եւ ինչպես է ստացվում, որ պետությունը դեռևս առաջնորդվում է մի փաստաթղթով, որի կանխատեսումները զգալի մասը այլևս ոչինչ է։ Նայեք, եւ 2020 թվականի հուլիսին ազգային անվտանգության ռազմավարությունը ընդունվել է, դրանից հետո մեր շուրջը գոյություն ունեցող անվտանգության միջավայրը ամբողջովին փոխվել է։ Անկեղծ 2021 թվականի սկզբներին այլևս երբ որ պատերազմը տեղի էր ունեցել, մեր համար հասկանալի էր, որ անվտանգային միջավայրը ամբողջովին փոխվել է եւ մենք պլանավորում էինք ազգային անվտանգության նոր ռազմավարություն ունենալ, բայց եւ սպասում ենք, որ 2021 թվականի ընտրություններից հետո նոր ռազմավարություն կունենանք, բայց այնպես ստացվեց, որ 2021 թվականի ընտրություններից հետո մեր շուրջը ստեղծված անվտանգային միջավայրը ել ավելի մեծ արագությամբ շարունակվեց փոխվել եւ այդ փոփոխությունները շարունակում են մինչեւ այսօր, բայց 2024 թվականի վերջերին տեղի ունեցավ մի այնպիսի միջավայր ստեղծվեց, որ իհարկե մեր շուրջ անվտանգային միջավայրը շարունակում էր փոխվել, բայց մեր քաղաքականությունները ավելի հստակ էին եւ մենք որոշել էինք, որ ազգային անվտանգության նոր ռազմավարություն կունենանք եւ 2025 թվականի փետրվարին վարչապետի որոշմամբ աշխատանքային խումբ ստեղծվեց անվտանգության խորհրդի քարտուղարի համակարգման, որպեսզի մենք նոր անվտանգության ռազմավարություն ունենանք։ Մենք մոտ 5-6 ամիս աշխատել ենք գերատեսչությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որպեսզի նոր ռազմավարություն ունենանք։ Համատեղ աշխատանքի արդյունքում ամբողջ նյութերը հուլիսի վերջ հավաքել ենք, որպեսզի օգոստոսին վերջնականացնենք նոր ռազմավարություն ունենանք, բայց օգոստոսին տեղի ունեցավ օգոստոսի 8-ը Վաշինգտոնի գագաթնաժողովը, որի արդյունքում խաղաղություն հաստատվեց եւ մեր անվտանգային միջավայրը ամբողջովին փոխվեց։ Իսկ դրանից հետո մենք որոշեցինք, որ մեր շուրջը միջավայրը իհարկե փոխվել է եւ մենք
փորձ չունենք այս նոր միջավայրում։ Եթե նախկինում մեր անվտանգության հիմնական սպառնալիքը ավելի շատ մինչև խաղաղությունը ռազմական էր, հիմա մեր սպառնալիքները ավելի շատ հիբրիդային են եւ այդ հիբրիդային սպառնալիքների պայմաններում մեզ որոշակի փորձ է անհրաժեշտ, որպեսզի նոր ազգային անվտանգություն ռազմավարություն ունենանք։ Իհարկե մեզ ուղղորդող այս պահին ռազմավարությունը չի, այլ ավելի շատ իրավիճակային քաղաքականություն ենք վարում։ Իրավիճակայինի նկատի ունեմ, որ ըստ իրավիճակի մեր շուրջը ստեղծված անվտանգային միջավայրի ըստ դրան են քաղաքականություն վարում եւ մշակում, բայց ռազմավարության անհրաժեշտություն կա, սակայն մեր գնահատականով այս պահին լավագույն ժամանակը չի ռազմավարություն ունենալու գրելու համար, որովհետև նշեցի գործոնները, որոնց պատճառով մենք որոշել ենք հետաձգել, հուսանք ընտրություններից հետո առիթ կլինի վերադառնալու քննարկելու ռազմավարություն ունենալու անհրաժեշտությունը այդ պահին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հաջորդ հարցի համար Անահիտ Աբրահամյան։ Նախ շնորհակալություն հնարավորության համար։ Անահիտ Աբրահամյան, Հայաստանի ամերիկյան համալսարանից։ Պարոն Գրիգորյան, հարցս հետևյալն է. եթե Իրանի, Իսրայելի եւ ԱՄՆ-ի միջև հարաբերությունները սրանան եւ տարածաշրջանը վերածվի բաց ռազմական բախման, ապա Հայաստանը ինչ գործնական մեխանիզմներ եւ ոչ թե ընդհանուր բնույթի մեխանիզմներ ունի, որպեսզի չներգրավի այդ սցենարում։ Եվ երկրորդ հարցս նույն համատեքստում կապված ամերիկյան համալսարանի որոշմանը անցնել on-line ուսուցման, արդյոք դա եղել է պետության հետ համագործակցված որոշում, թե ստացվում է, որ առանձին կառույցներ ավելի բարձր ռիսկներ են տեսնում, քան հանրապետությունը, եւ եթե դա ճիշտ է, ապա չի ստացվում, որ հանրապետությունը թերագնահատում է սպառնալիքները կամ փորձում է դրանք կամ չի ներկայացնում բավարար չափով այն հանրությանը։ Շնորհակալություն հարցի համար, բայց ամերիկյան համալսարանը հաջորդ օրը մյուս որոշումն է կայացրել, որով ամենայն հավանականությամբ դուք եւս վերադարձել եք դասաժամերի, այսինքն տեղում դասընթացի։ Նայեք, իհարկե կարող են գնահատականները տարբեր լինել եւ այն պայմաններում, որի շրջանակներում ամերիկյան համալսարանը նման որոշում է կայացրել, ես կդժվարանամ ասել հիմնական, որտեվ ներքին քննարկումներից ամերիկյան համալսարանի տեղյակ չեմ, բայց մենք այդ հարցով քննարկումներ ենք ունեցել, իհարկե այդ քննարկումների մասին հրապարակային չեմ խոսի, բայց ընդհանուր առմամբ ես կարծում եմ, որ ամերիկյան համալսարանը ճիշտ է արել, որ իր որոշումը հենց հաջորդ օրը փոխել է եւ վերադարձել է նախկին բիզնես process-ներին, այսինքն վերադարձել եք համալսարան եւ դասընթացներ եք կազմակերպել։ Ձեր առաջին հարցը առաջինը ինչի մասն էր։ Առաջի հարցը կապված էր Իրանի, կներեք, առաջին հարցի մասով, նայեք, նախ դեռևս 2025 թվականի հունիսին եւ այս տարվա փետրվարի 28-ից սկսած ձեր նկարագրած իրավիճակը եղել է եւ Հայաստանն եզակի հարևաններից է, որտեղ կայունությունը եւ անվտանգությունը այդ ամբողջ շրջանում շատ բարձր մակարդակի է եղել եւ այս առումով ես կարծում եմ, որ մենք մեծ հաջողություն ենք ունեցել, քաղաքականությունները ընդհանուր առմամբ հրապարակային տեսանելի են, մենք ինչ ենք անում, բացի դրանից եւս հավելյալ ջանք են գործադրում, որպեսզի Հայաստանի շուրջ ստեղծված կոնֆլիկտները կամ Հայաստանի հարևանությամբ կոնֆլիկտները մեզ վրա մեծ ազդեցություն չունենան եւ կարծում եմ իմ նշած ժամանակահատվածում մեզ հաջողվել է, որպեսզի այնպես անենք, որ դրանց ազդեցությունը մինիմալ, հնարավորինս մինիմալ լինի եւ կշարունակենք նույն քաղաքականությունը։ Շնորհակալություն հաջորդ հարցի համար Ժորա Մարտիրոսյան։ Շնորհակալություն հանդիպման համար, պարոն Գրիգորյան, նախ ներկայանում Ժորա Մարտիրոսյան, առաջին մասնագիտությամբ քաղաքագետ, իրավագիտության ֆակուլտետի մագիստրան։ Պարոն Գրիգորյան, ցանկանում եմ դուք խոսել սահմանության
Սահմանության հռչակագրի մասին, արդյոք դուք տեսնում եք, որ սահմանության մեջ ամրագրված հռչակագրի հղումը պետք է հանվի կամ պետք է մնա, եւ ցանկանում եմ նաեւ իմանալ, թե արդյոք բանակցային գործընթացում կա այնպիսի բանակցություններ, որ Ադրբեջանը պահանջում է մեզնից հռչակագրի հղման հանում անմիջական սահմանությունից եւ տեսնում եք այս մասով սպառնալիքներ։ Արդյոք դուք կարծում եք, որ եթե մենք չփոփոխենք կամ հղումը չանենք, արդյոք Ադրբեջանը կարող է ռազմական գործողություն սկսել Հայաստանի վրա։ Շնորհակալություն։ Նախ ես համոզված եմ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել եւ այդ խաղաղությունը շարունակվելու է։ Սահմանադրության մասով նայեք, սահմանադրական փոփոխությունների մասին մենք դեռևս խոսել ենք 2020 թվականին եւ կոവിഡ്ի եւ պատերազմի եւ դրան հետեված քաղաքական գործընթացների պատճառով մենք հնարավորություն չենք ունեցել սահմանադրական փոփոխություններին անդրադառնալու, բայց այս նոր շրջանը, ի նկատի ունեմ ավելի կայուն խաղաղ ժամանակաշրջանը, այդպիսի հնարավորություն է ստեղծել եւ մենք կանրադառնանք եւ հրապարակային հայտարարել ենք, որ անկախության հռչակագրին հղում չի լինելու, դա միանշանակ է, բայց բազմաթիվ այլ հարցեր կան, որը կապված է մեր ներքաղաքական կյանքին, այսինքն սահմանադրությունը նաև մեր ներքաղաքական կյանքը կազմակերպելու որպես կարևոր փաստաթուղթ բազմաթիվ ոլորտների է առնչվում եւ մենք քննարկում ենք եւ հարցեր կան դրանց վերաբերվող մեր ներքաղաքական կյանքին, որոնք դեռևս որոնց շուրջ կոնսենսուս չունենք, հուսով ենք, որ այդ կոնսենսուսը կձևավորվի եւ մենք կգնանք սահմանադրական փոփոխությունների։ Շնորհակալություն հաջորդ հարցի համար Կիրիլ Խաչատրյան։ Ողջույններս, պարոն Գրիգորյան։ Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ 1994 թվականից սկսած հայ-թուրքական հարաբերությունները ուղղորեն կապված էին հայ-ադրբեջանական հարաբերությունների գործընթացների հետ, երբ որ մենք Քարվաճարի հատվածը գրավեցինք, ու ներկապային մեկ հարց եմ ոտս ցակում, եթե հայ-թուրքական հարաբերությունները կապված են հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ, իսկ հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավման դրույթներից մեկը հանդիսանում են սահմանադրական փոփոխությունները, դրույթներից մեկը։ Եթե մեր ժողովուրդը գնա հարակվեի եւ ցավոք կամ չգիտեմ, քվեարկի ոչ սահմանադրական փոփոխություններին այդ պարագայում ինչպես կդասավորվի մեր հարաբերությունների գործընթացը, արդյոք էս մեծ համակարգը, որը կապված է Ադրբեջան, Թուրքիա կփլուզվի եւ գործընթացը կսկսվի նորից, զրոյից։ Շնորհակալություն։ Նախ սահմանադրության մասով ասեմ, որ մենք հույս ունենք, որ հանրությունը կաջակցի, բայց եթե հանկարծ չաջակցի, մենք եւս մեկ անգամ կգնանք այս գործընթացը անցնելու, որ เป զի հանրային աջակցություն ստանանք սահմանադրական փոփոխությունների մասով, ինչ վերաբերում է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, մենք շարունակում ենք աշխատել այն պայմանավորվածությունների շրջանակում, որը դեռևս ձեռք է բերվել մոտ 2-3 տարի առաջ, որի նպատակներից մեկը Հայաստանի եւ Թուրքիայի միջև սահմանի բացումն է, այս պայն երրորդ երկրի քաղաքացիների, ինչպես նաեւ դիվանագիտական անձնագիր ունեցողների համար։ Հույսով ենք, որ կկարողանանք առնվազն այս մասը իրականություն դարձնել եւ շարունակել աշխատել այս ուղղությամբ, որպեսզի Հայաստան-Թուրքիա սահմանը եւս բացի, որովհետեւ մենք կարծում ենք, որ դրա համար բարենպաստ պայմաններ են ստեղծվել տարածաշրջանում եւ աշխատում ենք այդ ուղղությամբ, որպեսզի հնարավորինս արագ բացենք Հայաստան-Թուրքիա սահմանը։ Շնորհակալություն հաջորդ հարցի համար Ռիտա Գրիգորյան։ Ողջունում եմ բոլորին, Գրիգորյան Ռիտա, ուսանել եմ Լազարյան վարժարանում, ներկապահին սովորում եմ Հայ-ռուսական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետում։ Օգտվելով առիթից խորին շնորհակալություն եմ հայտնում, որ կարևորում եք երիտասարդների կարծիքը այս նշանակալից հանդիպմանը եւ ձեր ժամանակն ու ուշադրությունն եք հատկացնում մեզ։ Հարցս հետեւյալն է, պարոն Գրիգորյան։ ՔՊ-ն իր ծրագիրն է հրապարակել մի քանի օր առաջ, որպես կուսակցության ներկայացուցիչ, ինչ գնահատական կտայիք ձեր ծրագրին եւ օրինակ 21 թվականի ձեր ծրագրում ծրագրի մի քանի կետեր դեռևս չեն կատարվել։ Արցախի շահերի պաշտպանություն, արդարադատության բարեփոխումներ, դատական համակարգի անկախություն, կարող եմ եւս մի քանիսը թվել։ ԵՄ-ի հետ ակտիվացրել են կապերը, բայց Ռուսաստանի հետ դեռ լարվածությունը աճել է։ Արդյոք այս ծրագիրը եւս շատ պաթոսային չէ կամ միգուցե շատ ճոխ չէ։ Կանխավ շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ գնահատականների եւ հարցերի համար։ Նախ չկա այնպիսի մի կառավարության ծրագիր, որը ամբողջությամբ իրականացվում է, եւ նույնիսկ առօրյա կյանքում էլ
մենք բազմաթիվ պլաններ ենք կազմում եւ այդ պլանների մի մասը կարողանում ենք իրականություն դարձնել, մի մասը չեն կարողանում իրականություն դարձնել եւ ժողովրդավարական հասարակությունների առանձնահատկություն նաեւ այն է, որ այդ ծրագրերը նաեւ դինամիկ գործընթացներ են, այսինքն իհարկե ծրագիրը գրվել է եւ կառավարությունը եւ ազգային ժողովը հաստատել է, բայց նաեւ մեր շուրջը միջավայր է փոխել եւ այդ միջավայրի փոփոխության պատճառով նաեւ որոշ դրույթներ իրականացնելը պարզապես անհնար են դարձել, բայց ընդհանուր առմամբ նաեւ այդ փորձը հաշվի առնելով մեր փորձը 2021 թվականի համոզված եմ, որ 2026 թվականի ընտրությունների համար հրապարակված ծրագիրը ավելի իրատեսական է, եթե ամբողջությամբ ծանոթացել եք, ենթադրում եմ, որ բազմաթիվ փոփոխություններ եք տեսել, եթե եւ 21-ին եք ծանոթ եւ 26-ինը, նախ 26-ը շատ ավելի հստակ եւ կարճ է եւ ինտերնետի ավելի հեշտ է կարդացում եւ հնարավորինս ավելի շատ մարդ է երևի ժամանակ տրամադրում կարդալու համար, ինչը ամենակարևորն է, բայց նաեւ կարծում եմ այդ մասով ընտրություններն էլ է գնահատական լինելու 2021-26 թվականի ծրագրին, այսինքն հունիսի 7-ին սպասվող ընտրությունները նաև գնահատական է լինելու այդ ծրագրին եւ հանրությունն ամենակարևոր գնահատական տվող է առումով։ Շնորհակալություն, մինչև մյուս մասնակցին հարցի համար պատրաստվի Ռոբերտ Ղազարյանը, բայց մեկ հարց էլ ես եմ ցանկանում տալ հիբրիդային հարցակումների կոնտեքստում ավելի շատ, որովհետև շատ է խոսվում փորձագիտական դաշտի կողմից, քաղաքացիական որոշ ներկայացների, նաև քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացների կողմից, որ այդ հիբրիդային հարցակումները նաև ինչ-որ առումով իրականացվում են տեղեկատվական ձևաչափով, որի համար ընդհանուր առմամբ անհրաժեշտ է ֆինանսական ռեսուրսներ։ Եվ այս առումով օրինակ շատ բացեր կան Հայաստանի օրենսդրության մեջ, օրինակ լրատվամիջոցների ֆինանսական թափանցիկության հարցով, կան օրինակ լրատվամիջոցներ, որ օրինակ ի տարբերություն մեր կազմակերպության, ֆինանսական հաշվետվություն տարեկան չեն ներկայացնում ու հայտնի չի ֆինանսավորողների տեղը եւ այլն, ու ինչքան ընտրությունները մոտենում է, այս հարցը ավելի է ասրվում, ավելի է խոսվում սրա մասին, ու արդյոք անվտանգային տեսակետից ունեք որևիցե ռազմավարություն կամ գոնե կան այս փուլում մտքեր, որպեսզի կարողանանք այս հարցը հասցեագրել, հասկանալու համար, թե Հայաստանում տեղեկատվական, այսպես ասած, շուխուր ստեղծողները ովքեր են։ Շնորհակալություն հարցի կամ հարցերի համար։ Նայեք, ընդհանուր առմամբ անցած անգամ երիտասարդների հետ հանդիպմանը մենք փորձել ենք հիբրիդային պատերազմը ձևակերպել, այդպես էլ մեզ տենց չհաջողվեց, փորձեցինք ասել, որ դա ոչ ռազմական գործողություններն է, բայց քննարկման մասնակիցների մի մասը ասաց, որ կարող է հիբրիդային լինել ռազմական եւ այլ գործիքներ համատեղ կիրառելով։ Դրա համար ընդհանուր սահմանում չունենք, բայց կարծում եմ ամեն մեկս ընդհանուր պատկերացում ունենք հիբրիդային սպառնալիքների մասով, եւ այս առումով միանշանակ կիսում եմ, որ լրատվամիջոցները պետք է հանրությանը արժե պատասխանատու լինեն եւ ներկայացնեն հայտարարագիր եւ ամեն ինչ անհրաժեշտ է, որպեսզի ֆինանսական թափանցիկություն ունենան, բայց ես ուզում եմ ասել, որ դրանով մեր խնդիրները չի լուծվելու, որովհետեւ ես հիշում եմ օրինակ 21 թվականին մեր իրավիճակը ավելի բարդ էր եւ հաճախ էր քննարկվում, որ անհրաժեշտություն կա ավելի շատ սահմանափակումներ մտցնելու, օրինակ որևէ սոցիալական ցանց սահմանափակել, բայց ընդհանուր քաղաքականությունը մեր այնպիսին էր, որ եթե մենք դա սահմանափակենք, այդ ինֆորմացիան այլ տեղերում էլ է հայտնվելու։ Իմ ասածը նրա մասին չի, որ պետք չի, որ թափանցիկ լինեն լրատվամիջոցները, բայց ես կարծում եմ սրա լուծումը ավելի շատ ազատ խոսքի միջոցով է հնարավոր եւ բաց հարթակների միջոցով է հնարավոր, որտեղ եթե հայտարարագիր ներկայացնեն այդ լրատվամիջոցները, դա չի նշանակում, որ որևէ մի կայքում կամ որևէ սոցիալական ցանցում կլինի բաններ չկտանք ցանկացած սոցիալական մեդիա, որը օգտագործում է սոցիալական ցանցերը, այդ ինֆորմացիան չի տարածելու եւ այստեղ քաղաքացիների կարողությունն է դա դատելու, արդյոք դա կեղծ է, դա հիբրիդային սպառնալիք է Հայաստանի համար, որովհետեւ
միայն մի խմբի օրինակ կառավարության կողմից կամ միայնակ մասնագետների կողմից դա գնահատել է, այդպես չի լուծելու այդ հարցը։ Սա համապարփակ պետք է այս հարցի մոտենանք եւ աշխատանքներ կատարենք եւ մեդիան թափանցիկ դարձնելու եւ քաղաքացիների կարողությունները բարձրացնելու եւ նաեւ ազատ խոսքն է այստեղ լուծումը, որովհետեւ ազատ խոսքի միջոցով է հնարավոր այս հարցերի մեծ մասը, որովհետեւ ազատ խոսքի միջոցով մեր իմունային համակարգն է նաեւ բարձր։ Եթե դուք հիշում եք 2021 թվականի ընտրություններին, մենք ավելի շատ էինք ենթարկվում հիբրիդային սպառնալիքների եւ իմ կարծիքն այն է, որ այդ գործընթացը անցնելով մեր հանրությունը ձեռք է բերել իմունային համակարգ եւ ավելի շատ իմունիտետ ունի այդ հիբրիդային սպառնալիքների նկատմամբ, բայց մենք պետք է հաշվի առնենք, որ երբ որ մեր իմունային համակարգը լավարկվում է, այնպես չի, որ այդ վիրուսները չեն ադապտացվում դրան, էլի։ Հակառակորդն էլ է փոխվում եւ իր գործիքներն էլ է փոխվում եւ չպետք է մտածենք, որ գալու ենք մի մակարդակի, որ մեր բոլոր հարցերը լուծված են։ Սա գործընթաց է եւ սրան պետք է մոտենանք որպես գործընթաց եւ բարբերաբար փոխվելով ադապտացենք եւ նոր կարողություններ ձեռք բերենք, նաեւ մտքում ունենալով, որ երբ որ մենք փոխվում ենք, մեր դիմացիներն էլ են փոխվում։ Շնորհակալություն, իսկ հիմա Ռոբերտ Ղազարյան։ Նախ եւ առաջ շնորհակալություն ընձեռված հնարավորության համար, պարոն Գրիգորյան, նախ ներկայանամ Ռոբերտ Ղազարյան, Սևանի ավագ դպրոց, շուտով Դիլիջանի միջազգային դպրոց։ Պարոն Գրիգորյան, հարցս հետեւյալն է, ըստ ձեզ, որն է Հայաստանի այսօրվա անվտանգության հիմնական աղբյուրը, ներքին կարողությունների զարգացումը, թե արտաքին գործընկերությունը։ Նախապես շնորհակալություն։ Ժամանակակից աշխարհում կարծում եմ, որ դրանք նույնիսկ դժվար է տարանջատել, բայց ձեր հարցին պատասխանելու համար փորձեմ մի փոքր այլ տեղից գալ։ Ես կարծում եմ, որ Հայաստանի անվտանգության ապահովման ամենակարևոր գործոններից մեկը դա ժողովրդավարական համակարգն է, ժողովրդավարական կառավարման համակարգն է, որը մեր հանրությանը եւ պետությանը դիմակայունության մեծ դաշտ է տալիս, մեծ հնարավորություններ է տալիս եւ մենք ամեն ինչ պետք է անենք, շարունակական ամրապնդենք ժողովրդավարական ինստիտուտները, զարգացնենք դա, բայց Հայաստանը նաև իր անվտանգությունը ապահովելու համար գործընկերների կարիք ունի, բայց առաջնահերթը ես ուզում եմ նաև այստեղ շեշտեմ, որ անվտանգության առաջնահերթ պատասխանատուն մենք ենք, Հայաստանն է, Հայաստանի Հանրապետությունն է, Հայաստանի Հանրապետության կառավարությունն է, Հայաստանի Հանրությունն է։ Բայց այդ խնդիրը լուծելու համար նաև անհրաժեշտություն կա գործընկերության եւ այդ գործընկերությունը տարբեր տեսակի պետքա լինի, հարևաններից սկսած մինչև միջազգային գործընկերներ, որոնց հետ տնտեսական, ռազմատնտեսական, հասարակությունների մակարդակում հարաբերություններ ամրապնդելով ավելացնում ենք մեր անվտանգությունը։ Ընդհանրապես անվտանգությունը մի շրջանում ավելի շատ կենտրոնացած էր ռազմական կարողությունների վրա, բայց 20-րդ դարի կամ 21-րդ դարի սկզբին ավելի շատ կենտրոնանում էին, որ դա ավելի լայն գործընթաց է, այսինքն համահասարակական է եւ միայն ռազմականի վրա ուշադրություն դարձնելով անվտանգության հարցերը չեն լուծում եւ իդեպ ազգային անվտանգության ռազմավարությունները, եթե նայեք 21-րդ դարի սկզբին, հիմնականում այս տրամաբանության մեջ էին, բայց հիմա նորից հետ են եկել պետությունները ավելի շատ կենտրոնանում են ռազմականի վրա, օրինակ Ֆրանսիայի վերջին ազգային անվտանգության ռազմավարությունը կամ փաստաթուղթը, որ այդպեսին կարելի է կոչել, կրկին կենտրոնացել է hard security-ին ոնց է կոշտ անվտանգության վրա են կենտրոնանում եւ ռազմականի վրա են կենտրոնանում։ Իհարկե տարբեր դինամիկաներ կան, բայց Հայաստանի դեպքում կարծում եմ պետք է համապարփակ մոտենանք, դա զինված ուժերն եւ անվտանգության կառույցներն են, բայց առանց զարգացող տնտեսության շատ դժվար է լինելու ապահովելու մեր անվտանգային կարողությունը, այսինքն անվտանգությունը շատ պետքա լայն նայենք, միայն զինված ուժերով հնարավոր չի, եթե մեր կենտրոնացում միայն զինված ուժերի վրա լինի, դիվանագիտությունը կարևոր է, տնտեսական հարաբերությունները կարևոր է, լավ հարաբերությունները կարևոր են, բոլորը փոխլրացնող են եւ պետք է այսպես լինի մեր մոտեցում, բայց առաջնահերթ անվտանգություն
մեր առաջնային պատասխանատուն մենք ենք, ուրիշ ոչ մեկ մեր անվտանգության համար պատասխանատու չի։ Շնորհակալություն հաջորդ հարցի համար Սայաթ Մարկոսյան։ Պարոն Գրիգորյան, դուք հատկապես 2021-22 թվականներից ակտիվ բարձրաձայնում եք բազմաթիվ խնդիրների վերաբերյալ հայ-ռուսական հարաբերությունների մասին, ինչպես նոյեմբերի 9-ի փաստաթղթի շրջանակներում, այնպես էլ ՀԱՊԿ-ի, կխնդրեի ասեք հիմա ինչպես է գնահատում դուք հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները, ձեր շփումները Սերգեյ Շոյգուի հետ եւ արդյոք մենք հասել ենք այն կետին, որ մեր ՀԱՊԿ վերադարձը արդեն անհնար է դարձել։ Շնորհակալություն։ Նայեք հայ-ռուսական հարաբերությունները այո բարդ փուլեր են անցել, բայց կարծում եմ հիմա որոշակի ընկալումների փոփոխություններ կա եւ այդ ընկալումների փոփոխությունը օգնում է որպեսզի այդ հարաբերությունները ավելի դինամիկ դառնան եւ իրենց բնույթով ավելի շատ աշխատեն նաեւ կայունության ուղղությամբ, որովհետեւ մենք իհարկե սրացում ձեր նշած 21, 23, 24 թվականներին ավելի շատ սրացումներ ենք ունեցել, բայց կարծում եմ հիմա փոխվել է այդ հարաբերությունների բնույթը եւ այդ բնույթի փոփոխությունը մեզ համար շատ կարևոր է եւ մենք գնահատում ենք այդ փոփոխությունները եւ շարունակում ենք կառուցողական երկխոսություն ունենալ։ Իհարկե այդպիսի ընկալում էլ կա, որ եւ այդպիսի փորձեր եղել է տարբեր երկրներ, երբ որ հարաբերությունները վատացել են, երկխոսությունը կամ քննարկումներն էլ են դադարեցվել, կարծում եմ, որ դա լավ տարբերակ չի։ Ես առաջին եւ անգամ հանդիպումը Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղարի հետ դեկտեմբերին եմ ունեցել, եթե ճիշտ եմ հիշում, այո, դեկտեմբերին եմ ունեցել եւ մեր երկխոսությունը շարունակվում է եւ հուսով եմ շուտով եւս առիթ կլինի այդ երկխոսությունը շարունակելու համար։ ՀԱՊԿ-ի մասով, ՀԱՊԿ-ի մեր որոշումը այնպեսին է, որ մենք սառեցրել ենք ՀԱՊԿ-ի անդամակցությունը եւ հետ վերադարձ ապա սառեցում միանշանակ չի լինելու։ Մյուսը քննարկելու հարց է։ Շնորհակալություն հաջորդ հարցի համար Մանե Շաբոյան։ Ես Մանին եմ Շաբոյան, Երևանի Պետական Համալսարան միջազգային հարաբերություններ ֆակուլտետ։ Պարոն Գրիգորյան, հարցս հետևյալն է։ Իրականում տեսեք, ես ներով երիտասարդ ուսանողի, ով հետաքրքրում է այս ոլորտում, տարբեր քաղաքական գործիչների հարցնում եմ հետևյալ հարցը, ձեր պաշտոնից ելնելով վստահաբար դուք ավելի լավ կիմանաք։ Ինչը հետաքրքրում է հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական բանակցությունները, ընդհանրապես դրանք ինչ փուլում են եւ ինչ կարմիր գծեր ունեն։ Ես երեք պարոն Ռուբեն Ռուբինյանին հարցրի հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, այնուհետեւ ընկերներս տարբեր հարցեր տվեցին կարմիր գծերի վերաբերյալ եւ պատասխան ստացեք, որ հայ-թուրքական հարաբերություններն այն եզրում են, որ բացարձակապես կարմիր գծերի կարիք չունեն, ապա ինչ կպատասխանեք ինձ հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ կապված։ Շնորհակալություն։ Նայեք, դե կարմիր գծերը նայած ինչ նպատակով ենք ուզում ասել կարմիր գծեր, խաղաղության պայմանագիրը, օրինակ, նախանշել է մեր հարաբերությունների այն շրջանակը, որի միմյանց տարածքային ամբողջականություն ճանաչելով, անկախություն ճանաչելով եւ այդ կոնտեքստում հարաբերությունները կառուցել։ Հիմա մենք ավելի շատ որովհետեւ կարմիր գծերը դա ավելի շատ այլ տրամաբանության, այլ մակարդակում քննարկումների բան երևի ունի։ Հիմա մենք տնտեսական հարաբերություններ են կառուցում, գիտեք, որ քաղաքասարակությունը շփվում է եւ Հայաստանի եւ Ադրբեջանի փոխայցեր են տեղի ունենում։ Այս տրամաբանության մեջ կարծում եմ շրջանակը հայտնի է եւ ավելի շատ ոչ թե կարմիր գծերի տրամաբանության պետք է լինի մտածողությունը, այլ ինչպես ենք մենք կարողանում այդ հարաբերությունը կառուցել։ Տրամաբանությունը այս ուղղությամբ պետք է լինի։ Շնորհակալություն հաջորդ հարցի համար Վարդուհի Դավոյան։ Շնորհակալություն։ Ես Վարդուհին եմ Դավոյան, սովորում եմ Հայաստանի Պետական տնտեսագիտական համալսարանում։ Պարոն Գրիգորյան, ձեր խոսքում հաճախ շեշտվում է, որ անվտանգությունը երկարաժամկետ գործընթաց է, սակայն հասարակությունը ապրում է այսօրվա ռիսկերով։ Այս պայմաններում ինչպես եք գնահատում բանակի ներկայիս պատրաստվածությունը հենց այսօրվա ռիսկերին դիմակայելու տեսանկյունից եւ արդյոք կան որևէ ոլորտ կամ ուղղություն, որտեղ անհրաժեշտ եք համարում որևէ փոփոխություն իրականացնել։ Շնորհակալ եմ։ Բանակի նշեցիք բանակի պատրաստությունը
այս հարցում էլ մտածելու այս հարցի շուրջ մտածելու տեսանկյունից կարծում եմ շատ կարևոր է մոտենալ հարցին երկարաժամկետ դիտանկյունից եւ մեր երկարաժամկետի մասով օրինակ մեր կարողությունների մեծ փոփոխություններ ա տեղ ունեցել դուք գիտեք որ մենք վերջին շրջանում միլիարդավոր դոլարի զենք ենք ձեռք բերել երիտասարդների այստեղ նստած երիտասարդների մի մասը եղել է ամրացված շրջաններում եւ կարծում եմ ես իրենցից լսել եմ որ տպավորությունները շատ դրական են ահագին մեծ կարողություն ենք ձեռք բերել այդ մասով այսինքն սահմանային անվտանգության մասով եւ բանակի կարողությունները շատ բարձր մակարդակի վրա են բայց միանշանակ է որ նայեք ինչքան էլ բարեփոխում են կատարում չկա մի մակարդակ որ մենք համարենք որ այլևս աշխատանք չկա կատարելու ես հույսով եմ օրինակ դուք էլ կրթություն ստանալու մասով ինչքան էլ սովորում եք մտածում եք որ դուք չեք գտնում կրթվածության այն մակարդակի, որը դուք կուզենայիք։ Կարող է օրինակ պայմանական այսօրվա կամ 2022 թվականին, երբ որ մտածում եք 2026-ին այն գիտելիքները ունեք, որը պլանավորում եք, բայց երբ որ ասել եք 2026-ին ու դա ձեռք եք բերել, այնպես չի որ դադարել եք գիտելիք ձեռք բերելու վրա ջանք գործադրել։ Նույնը բարեփոխումների մասով է, ինչքան էլ մենք բարեփոխում կատարենք, այնպես չի որ կա մի մակարդակ, որ մենք ասելու ենք, որ այլևս բարեփոխում կատարելու անհրաժեշտություն չունենք։ Մարդը այդպեսին է, կյանքը այդպեսին է, չկա որևէ մի օր կամ ժամ, որ պահին սկսում ենք մտածել, որ մենք որևէ բան անելու ակնկալիք չունենք։ Հասարակությունը միշտ փորձում է լավարկել, պետությունը իր հերթին փորձում է լավարկել իր ինստիտուտները եւ անհրաժեշտություն կա բարեփոխում։ Ոչ թե որտեղ, այլ չկա մի ոլորտ, որ բարեփոխման անհրաժեշտություն չունի այսօր։ Չկա մի ոլորտ, որ երեք չի ունեցել կամ չկա մի ոլորտ, որ վաղը չի ունենալ։ Ուզում եմ ասեմ բարեփոխումների մասով պետք է բարեփոխումների հարցի մասին մտածելուց պետք է այսպես մոտենալ, որ ինքը անվերջ գործընթաց է։ Իհարկե Սիզիփոսի նման չի, որ քարը բարձրացնում է վերև, բայց ուզում ասեմ անիմաստ գործընթաց չի, բայց ինքը անվերջ գործընթաց է։ Շնորհակալություն հաջորդ հարցի համար Աննա Շիրինյան։ Ողջույն բոլորին, ես Աննա Շիրինյանն եմ, Երևանի Պետական Համալսարանի միջազգային հարաբերությունների 3-րդ կուրսի ուսանողուհի։ Պարոն Գրիգորյան, դուք բազմիցս պնդել եք, որ ռուսական զենքի շուկան անհուսալի է եւ որ դիվերսիֆիկացումը այլընտրանք չունի։ Այդ դեպքում ինչպես է ստացվում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր կառավարության ճեպազորույցի ժամանակ հայտարարում է, որ Մոսկվա կատարած այցի ժամանակ կրկին ռազմավարական պայմանավորվածություն է ձեռք բերել Ռուսաստանի հետ։ Արդյոք սա դիվերսիֆիկացում է, թե ուղղակի չկողմնորոշվածություն եւ արդյոք նորից նույն փոստն ընկնելու ռիսկ չկա այն դեպքում երբ կրկին ռազմավարական համագործակցություն է ձեռք բերվում մի գործընկերոջ հետ, որին ամիսներ շարունակ դուք մեղադրել եք մեծ բավարար քանակի զենք չտրամադրելու մեջ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ հարցի համար։ Նախ դիվերսիֆիկացիան չի դադարում Հայաստանի, այսինքն մենք նախկինում ինչ ենք ասել եւ ինչ ենք ասում այսօր եւ ինչ ենք շարունակելու անել, որ օրինակ նախկինում մեր զենքի 96%-ը մենք ձեռք ենք բերում Ռուսաստանի Դաշնությունից, այժմ այդ թիվը ամբողջովին փոխվել է եւ մենք բազմաթիվ գործընկերներ ունենք, այդ գործընկերների մի մասը հրապարակային հայտնի է, օրինակ Հնդկաստանը, Ֆրանսիան եւ մի շարք այլ երկրներ, եւ մենք շարունակում ենք աշխատել այդ գործընկերների հետ գնելու եւ դա դիվերսիֆիկացիայի արդյունք է։ Երբ որ մենք դիվերսիֆիկացիա ունենք եւ համոզված ենք, որ այդ շուկան մոնոպոլիզացված չի, նորմալ է Ռուսաստանի Դաշնության հետ ռազմատեխնիկական համագործակցություն ունենալ, որովհետև եթե հանկարծ Ռուսաստանի Դաշնությունը չմատակարարի, միանշանակ է, որ այլ երկրներ դա մատակարարելու են։ Այն ժամանակ խնդիրը կարծում եմ ամենախորքային խնդիրը այն է եղել, որ այդտեղ մոնոպոլիա է եղել, 96%-ը խոսում է մոնոպոլիայի մասին։ Այժմ քանի որ այդ մոնոպոլիան չկա եւ մենք ունենք գործընկերներ, բացի գործընկերներից մենք ունենք նաեւ տեղական արտադրության կարողությունների զարգացում, վերջին տարիներին այդ կարողությունները բազմապատկվել է եւ այսօր մենք ունենք
այդ ոլորտում մեծ կարողություն է, դրա համար այլևս դիվերսիֆիկացված է եւ դիվերսիֆիկացիայի մասով փոփոխություն չունենք, բայց քանի որ անհրաժեշտություն կա նաև այդ ուղղությամբ աշխատել, մենք աշխատում ենք, ես այդտեղ որևէ փոփոխություն կամ խնդիր չեմ տեսնում։ Շնորհակալություն հաջորդ հարցի համար Սարգիս Աղաջանյան։ Բարև ձեզ, Սարգիս Աղաջանյան, Ճարտարապետության եւ Շինարարության Հայաստանի ազգային համալսարան։ Շնորհակալություն ընձեռնված հնարավորության համար։ Պարոն Գրիգորյան, ցանկանում եմ իմանալ ըստ ձեզ, որն է հասարակության մեջ տարածված ամենամեծ թյուր կարծիքը Հայաստանի անվտանգության մասին։ Կանխավ շնորհակալություն։ Հասարակության մեջ տարածված։ Այո։ Ամենաթյուր կարծիքը ՀՀ անվտանգության մասին։ Դժվար հարց եք տալիս հասարակության մեջ տարածված նայեք դե լավ ոչ միայն հասարակության ընդհանուր մեր մտածողության ավելի շատ խնդիրներ ասեմ որոնց մի մասը լուծվել է հա մենք եւ հարցերից մեկի պատասխանի ընթացքում ես սրա վրա շատ մեծ շտադրում կատարեցի մենք նախկինում շատ մեծ հույս էինք դնում ուրիշների վրա օրինակ մեր ռազմավարական գործընկերոջ վրա ես կարծում եմ այդ մոտեցումը ամբողջովին փոխվել է եւ հասարակությունը այլևս մեծ մասով այդպիսի ակնկալիքներ չունի եւ հուսով եմ որ մենք այլևս ավելի շատ անվտանգության հարցերում մտածելու ենք թե մենք ինչպես կարող ենք մեր անվտանգության սպառնալիքները հասցեագրել մյուսը երևի որ անվտանգությունը դա հիմնականում սպառազինության կամ միայն զինված ուժերի հետ է կապված եւ փորձը ցույց է տալիս որ երբ որ միայն զինված ուժերի վրա ենք հույսը դնում դժվար է դառնում մեր խնդիրները լուծել եւ այսօր կարծում եմ որ ընկալում կա որ եւ զինված ուժերն է կարեւոր եւ դիվանագիտությունն է կարեւոր եւ տնտեսությունն է կարեւոր այսինքն բազմաշերտ ենք մոտենում համապարփակ ենք մոտենում անվտանգությանը եւ նաեւ դա է պատճառը որ հիմա մենք փորձում ենք իրականություն դարձնել համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգը որովհետեւ երբ որ առաջնահերթ մենք մեր հույսը մեր վրա ենք դնում որ առաջնահերթ մենք պետքա լուծենք սա չի նշանակում որ գործընկերներ չպետք է ունենանք բայց նշանակում է որ առաջնահերթ հույսներս մենք ենք եւ նաեւ երբ որ դա առաջինը որպես գործողություն կատարենք մյուսները հնարավորություն կա այդպիսի հավանականություն կա որ մեզ կօգնեն եւ այստեղ էլ փոփոխություն ենք բայց չեմ կարծում որ ամբողջովին է այդ փոփոխությունները տեղ ունեցել այս նշած երկու կետը երևի որ փոփոխությունների ընթացքում է բայց ամբողջովին դա տեղի չի ունեցել Շնորհակալություն հաջորդ հարցի համար Արեն Նահապետյան Պարոն Գրիգորյան արդեն երևի 8 տարի է անցել հեղափոխությունից հեղափոխությունից առաջ շատ էր խոսվում բանակը թալանացների զինվորի հացի հաշվին պալատներ սարկածների, բադեն-բադեններում փողեր ծախսածների մասին։ Շնորհավորում եմ սիրելի ընկերներ բոլորիս, արդեն 8 տարի այդ մարդիկ հանգիստ Երևանի փողոցներում քայլում են, իրենց բիզնեսները ծլում ծաղկում են ու այդ մարդիկ շարունակում են իրենց ազատ կյանքը ապրել, ոմանք նույնիսկ տեխնացուներ են, չգիտեմ ոնց է ստացվել։ Դրանից բացի ոմանք էլ տեխնացու չեն։ Ոմանք էլ տեխնացու չեն, բայց գլխավոր դերակատարները ըստ էության շարունակում են առաջնորդել իրենց քաղաքական ուժերը ու նույնիսկ ձեր քաղաքական ուժի կողմից ամենաբարձր մակարդակներով հայտարարվում է, որ օլիգարխները գալիս են, վերցնում են հեսաիշխանությունը ու թալանչիները, մարդասպանները շարունակում են մնալ քաղաքականության մեջ։ Դրանից բացի պետության ամենաբարձր մակարդակներով ու կուսակցական ամենաբարձր մակարդակներով Հայաստանի կաթողիկոս Գարեգին II-ը կամ ԿՊ-ի սլենգով Կտրիչ Ներսիսյանը հայտարարվում է որպես Հայաստանի ազգային անվտանգության սպառնալիք, բայց շարունակում է իր կրոնական գործունեությունը ազատության մեջ ու նաև Հայաստանում շարունակում է Էջմիածնի փողոցներում ազատ քայլել։ Դրանից բացի մենք Եվրամիությունից մեծ գումարներ ենք խնդրել հիբրիդային պատերազմի դեմ պայքարելու հարցում, բայց հիբրիդային պատերազմի գլխավոր կենտրոն Ռուսաստանի հատուկ ծառայությունների ՖՍԲ-ի կամ նախկին ԿԳԲ-ի շտաբը Կոմիտասում հանգիստ դրոշ է
բարձրացրել, ով այդ լամբադայի մոստի կողքով անցել է, տեսած կլինի FSB-ի շտաբը ռուսական։ Հարցս հետեւյալն է. ինչու Բոլոր 3 հարցերի մասով ինչու, թե մենակ վերջի պնդումն մասով։ Շատ լավ, նայեք փորձեմ պատասխանել։ Ну, այսպեսի մի հարց տամ էլի, արդյոք եթե այդ մարդիկ դատված լինեն, մեր բանակի բոլոր հարցերը լուծվելու էին։ Իմ կարծիքն այն է, որ ոչ, լուծված չէին լինի, եւ մեր բանակի խնդիրների լուծումը այլ տեղ է, եւ բանակում վերջին 8 տարիների ընթացքում բազմաթիվ բարեփոխումներ են կատարվել, նույն օրինակ այդ թալանի մասով եք նշում, իհարկե լավ կլներ, որ հետ բերված լինի այդ թալանը, բայց 2020 թվականին մեր ռազմական բյուջեն մոտավոր եղել է $700 միլիոն, 25 թվականին ռազմական բյուջեն եղել է 1.7 միլիարդ, ինչը կարծում եմ ցույց է տալիս, որ այստեղ մեծ աշխատանք է կատարվել, բացի դրանից միլիարդավոր դոլարի սպառազինություն է ձեռք բերել, ամրաշինական աշխատանքները, որը կատարվել են վերջին տարիների ընթացքում եւս ցույց են տալիս այս ոլորտում կատարված աշխատանքների հաջողությունը, իհարկե լավ կլներ, որ մյուս հարցերն էլ լուծված լինեն, բայց կարծում եմ բանակի հարցերի մի մասը հասցեագրվել են, բայց ինչպես նշեցի, բարեփոխումները անվերջ գործընթաց է եւ միշտ էլ լավարկելու տեղ կա, մարդը երբեք իդեալական չի, միշտ էլ ավելի լավը լինելու հնարավորություն կա, միայն մի հոգի է հնարավորություն ունեցել իդեալական լինելու մարդկության պատմության ընթացքում, էլ ոչ մեկ այդպիսի հնարավորություն չի ունեցել։ Եկեղեցու հետ կապված, նայեք, մենք ուզում ենք, չէ, ու շարունակում ենք ցանկանալ, որ մենք ժողովրդավարական պետություն լինենք եւ ժողովրդավարական պետությունում ժողովրդավարական տրամաբանություններ կան եւ հայտարարված քաղաքական նպատակը միանգամից իրականություն չի դառնում, դրա համար ժամանակ անհրաժեշտ։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի ազդեցությանը, նայեք, այստեղ էլ ժամանակի կոնտեքստում պետք է նայենք։ Սրանից մի քանի տարի առաջ, եթե այս քննարկումը տեղի ունենար, դուք ամենայն հավանականությամբ կնշեիք, որ Զվարթնոցում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքեր կան, Հայաստան-Իրան սահմանի անցակետում Ռուսաստանի Դաշնության զորքեր կան, Հայաստան-Թուրքիա սահմանի անցակետերում Ռուսաստանի Դաշնության ներկայություն կա, Հայաստան-Ադրբեջան սահմանին Ռուսաստանի Դաշնության ներկայություն կա, բայց այսօր դրանք չկան, չէ, եւ մենք այս առումով իհարկե առաջընթաց ունենք, բայց այդ առաջընթացը ամբողջական չի, եւ կարծում եմ, որ մենք այստեղ աշխատանք ունենք կատարելու, նույնად ոչ միայն հիբրիդային սպառնալիքի, բայց ընդհանուր մեր անվտանգության կոնտեքստում, բայց որպեսզի մենք դա կարողանանք կատարել, մենք բարեփոխումների անհրաժեշտություն ունենք եւ այդպիսի բազմաշերտ բարեփոխումներ ենք կատարել։ Նույն սպառազինությունը կրկին մի քանի տարի առաջ, օրինակ, կարող եք ասել, որ սպառազինության մասով մեծ մոնոպոլ կախվածություն ունենք, այսօր մենք այդ հարցը ամբողջովին լուծել ենք եւ հետ վերադարձ այդ խնդրին չի լինելու։ Կիսում եմ ձեր բարձրացած խնդիրները, չեմ ասում այդպիսի խնդիրներ չկա, բայց առաջարկում եմ այդ խնդիրները ժամանակի մեջ նայել, հա, մենք հաճախ քաղաքականության մեջ այս պահին, այս րոպեին ենք փորձում նայել, նորմալ է, կարող ենք այդպես էլ նայել, բայց առաջարկում եմ երկարաժամկետ նայենք եւ երկարաժամկետ տեսնենք ինչ ուղղությամբ ենք ընթանում եւ ուղղությունն էլ նաեւ քննարկենք, հա։ Ես կարծում եմ քաղաքականության մեջ նաեւ դա է կարեւոր, ուղղությունը, ինչ ուղղությամբ ենք գնում։ Եվ ես կարծում եմ, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք գնում եւ ձեր բարձրացրած հարցերը ժամանակի ընթացքում նաեւ կհասցեագրվի։
Հաջորդ հարցի համար Էրիկ Գրիգորյան։ Էրիկ Գրիգորյան, Գիտությունների ազգային ակադեմիա, ավիատիեզերական սարքաշինություն։ Ցանկանում հարցս ուղղում եմ հիմնականում մեր ներքին այդ ռազմական արդյունաբերությամբ զբաղվող բոլոր կազմակերպությունների համար, որ իրենք հիմնականում այս 2 տարի արդեն պատվեր չունեն հայկական արտադրողները, իրենք ավելի շատ ներկրում են, քան հայկական պատվեր ունեն Հայաստանի համար ռազմաարդյունաբերության։ Ցանկանում եմ հարցս հետևյալն է, ուզում եմ հասկանալ դա ավելի շատ դիվանագիտական ինչ որ շահեր է բխում իրանից, այսինքն ուրիշ երկրներից գնել իրանց ռազմամթերքը, քան օրինակ օգտագործել մեր հայկականը։ Ես նման բանի մասին տեղյակ չեմ, որ 2 տարի նման ոչ թե տեղյակ չեմ, այլ կարող եմ պնդել, որ նման բան չկա։ Վերջին 2 տարին էլ, 4 տարին էլ, 5 տարին էլ, մինչև այսօր եւ նաեւ մոտակա 2-3 տարվա կտրվածքով տեղական ռազմաարդյունաբերությանը պատվեր կա։ Իհարկե մեր առաջնահերթությունն է, որպեսզի ռազմաարդյունաբերության ապրանքները մենք գնենք Հայաստանի Հանրապետության արտադրողներից, բայց օբյեկտիվ իրականությունից ելնելով մենք սահմանափակում ունենք այն ինչի անհրաժեշտություն մենք ունենք, օրինակ 21 թվականին, 22 թվականին, 23 թվականին մեր տեղական ռազմաարդյունաբերությունը այդպիսի արտադրանք չուներ։ Այսօր ավելի շատ արտադրանք ունենք, քան 2021 թվականին։ Նույնիսկ այդ ոլորտին տրամադրվող գումարները, ինչպես նշեցի, հարապատիկ անգամ ավելացել են տեղական արտադրությանը, բայց այնպես չի, որ մեկ օրում կամ 4-5 տարվա մեջ մեր տեղական արտադրողները կարողանալու են բոլոր այն ապրանքները, որի անհրաժեշտությունը Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ունեն, կարողանալու են արտադրել։ Իդեպ այսօր ոչ միայն զինված ուժերի, այլ նաև անվտանգության այլ կառույցների համար տեղական արտադրողները առաջարկություններ ունեն եւ դա շատ լավ է եւ մեր անվտանգության այլ կառույցները եւս օգտվում են այդ ծառայության հնարավորություններից։ Եվ ուզում եմ նշել, որ երբեք այդպիսի քաղաքականություն չի եղել, որ մենք չենք ուզում տեղի արտադրողից, ավելին հակառակն է եղել եւ մենք մեծածավալ հարյուրավոր միլիոնավոր դոլարների ներդրում ենք կատարել տեղական արտադրողների կարողությունները զարգացնելու, երկարաժամկետ պայմանագրեր ենք ստորագրել, այսօր էլ շարունակում ենք ստորագրել եւ մոտակա 3 տարվա համար պայմանագրեր ենք ստորագրում, ինչը միայն տեղական արտադրության կարողությունները զարգանալու նպատակով է եւ մեր տեղական արտադրողները մեծ կարողություններ են ձեռք բերել եւ այդպիսի բան չկա, որ վերջին 2 տարվա ընթացքում մենք պատկեր չենք ունեցել։ Շնորհակալություն, հաջորդ հարցի համար Դավիթ Հայրապետյան։ Ողջույն բոլորին, ես Դավիթ եմ Հայրապետյան, սովորում եմ Հայաստանի Եվրոպական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 2-րդ կուրսում։ Պարոն Գրիգորյան, կրկին անդրադառնալով խաղաղության գործընթացին, հարցս հետևյալն է, որտեղ է այն կարմիր գիծը, որի խախտման դեպքում Հայաստանը կդիմի կոշտ պատասխան քայլերի, իսկ եթե խաղաղության գործընթացը ձախողվի, ապա Հայաստանը ունի պլան B։ Շնորհակալություն։ Նախ մեր առաջնահերթ պլանն է խաղաղությունը իրականություն դարձնել եւ այդ ուղղությամբ աշխատել։ Եթե նայեք հարաբերություններ եւ խաղաղություն կառուցելը բարդ գործընթաց է եւ պետք է փորձել մտածել այն ուղղությամբ, ինչպես են կառուցում այդ խաղաղությունը եւ այդ խաղաղությունը կառուցելու ուղղությամբ ջանքեր գործադրել։ Իհարկե մենք մեր կարողություններն էլ ենք զարգացնում, որպեսզի կարողություններ ունենանք Հայաստանը պաշտպանել, բայց դա չի նշանակում, որ չպետք է նաև աշխատենք խաղաղության ուղղությամբ։ Եվ կարծում եմ դա լավ տրամաբանություն չի այդ գործընթացի շրջանակում սկսել կարմիր գծերի կամ այլ թեմաների մասին խոսալ, որովհետև դա խոսակցություն լրիվ ուրիշ տեղ է տանում։ Պետք է խոսել նրա մասին, թե ինչպես ենք մենք կարողանում խաղաղությունը ի օգուտ մեզ օգտագործել։ Ես կարծում եմ բոլորն էլ միանշանակ
կամ մեծամասնություն դրական են գնահատել, որ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող պատերազմը Հայաստանի վրա անվտանգային տեսանկյունից բացական ազդեցություն չի ունեցել։ Սա նաև խաղաղության արդյունք է, չէ՞, եւ մենք պետք է կարողանանք նաև դա գնահատել, որովհետեւ Հայաստանի համար դա մեծ հաջողություն է։ Իհարկե, մենք դժվարությունների միջով ենք անցել, երբ որ հասել ենք այս մակարդակին, բայց այս մակարդակում նաև արդյունքներ կան, որոնք արժե գնահատել եւ այդ արդյունքների մասով պետքա շարունակել աշխատել եւ խաղաղություն կառուցել եւ տրամաբանությունը մտածողության այդ ուղղությամբ տանել։ Շնորհակալություն հաջորդ հարցի համար Տիգրան Ղալայան։ Շնորհակալություն Տիգրան Ղալայան, Վանաձորի պետական համալսարան, Ռեստարտ Վանաձորի երիտասարդական քաղաքացիական կազմակերպություն։ Պարոն Գրիգորյան, դուք ձեր խոսքում նշեցիք, որ բարեփոխումները պետական համակարգում ունեն շարունակական բնույթ եւ անընդհատ եւ բանակում են ինչ-որ բարեփոխումներ իրականացվում եւ ընդհանրապես անվտանգային համակարգն է փորձում ավելի կայուն եւ ավելի լավը դառնալ, բայց միաժամանակ բանակի ներսում արկա խնդիրները մինչ օրս չեն լուծվում եւ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ նաև ձեր ուժն է նշում, որ օգոստոսի 8-ից մինչ օրս ռազմական պայմաններում որևէ զոհ չի գրանցվել, այդ անվտանգության բաղադրիչը միաժամանակ չի կարելի, նույն ձև չի կարելի խոսել այն մասին, թե ինչ իրավիճակ է տիրում բանակի ներսում։ 2025 թվականին զինվորական դատախազության տվյալներով 30 զոհ է եղել բանակում խաղաղ պայմաններում, իսկ այս տարեսկզբից մինչև հիմա 4 մահվան դեպք է գրանցվել բանակում։ Այսինքն բանակի ներսում մինչ օրս առկա են բազմաթիվ խնդիրներ եւ չնայած այն հանգամանքին, որ նաեւ դուք եք նշում, որ բանակի բյուջեն է ավելացել, չգիտեմ, ինչ-որ ծրագրեր են ավելացել, որ ժամկետային կարողանում են պայմանագրային զինծառայող դառնալ, պաշտպան հայրենիք եւ այլ նմանատիպ ծրագրերում, ըստ էության բանակի ներսում արկա են լրջագույն խնդիրները դեռ չեն լուծվում։ Այսինքն բանակում արկա են կադրային հսկայական խնդիրներ, որոնք 8 տարվա ընթացքում որևէ կերպ առաջխաղացում, որևէ լուծում այդ խնդրին չի տրվել։ Որն է այս ձախողման պատճառը եւ ինչքան է այդ ծայրահեղված իրավիճակը դեռ պահպանվելու բանակում։ Շնորհակալություն։ Այդ իմ գնահատական այն է, որ ընդհակառակը մենք բանակում բազմաթիվ հաջողություններ ենք ունեցել։ Իհարկե չեմ պնդի, որ մենք մեր բոլոր խնդիրները լուծել ենք, բնականաբար ոչ, բայց վերջին 2 տարվա ընթացքում մենք սահմանին զոհ չենք ունեցել եւ այդ առումով դա եւս արդյունք է։ Իհարկե մեր նպատակը պետք է լինի հասցնել 0-ի, որ բանակում կյանքի որևէ կորուստ չլինի եւ պետքա կրկին ժամանակի մեջ մտածել, տեսնել մենք այդ ուղղությամբ ենք, նույն ձեր նշած թվերը արդյոք եւ նաեւ իմ նշած թիվը արդյոք մեզ տանում է այն ուղղությամբ, որ նվազում են, որ դեպի մեր նպատակ են տանում, ես համոզված եմ, որ այո, պատասխանը այդպեսին է։ Կադրերի մասով նայեք, բանակը մեծ կառույց է։ Եվ ոչ միայն Հայաստանում, աշխարհի բոլոր երկրներում բանակը շատ մեծ կառույց է, շատ մեծ բյուրոկրատիա է, եւ բանակը վերափոխելը շատ դժվար է։ Օրինակ նայեք, մենք արտաքին հետախուզության մասով, բարեփոխումների մասով ինչ ենք արել։ Մենք նոր կառույց ենք ստեղծել արտաքին հետախուզական ծառայության եւ բարեփոխումը այդ տարբերակով ենք արել։ Բանակում դա հնարավոր չի անել, չէ՞։ Կարծում եմ, եթե հիմա գանք այստեղ նստածներից յուրաքանչյուրին հարցնենք, արդյոք մենք այդ տարբերակով հնարավորություն ունենք բարեփոխում կատարելու, ենթադրում եմ, որ չասեմ 90, նույնիսկ 100%-ը այս դահլիճում ասել է ոչ, չեք կարող այդպեսի բարեփոխում անել։ Եվ եթե չեն կարող, նշանակում է գոյություն ունեցող կադրերով պետք անենք, բայց պետք է հաշվի առնենք, որ այդ կառույցը տասնյակ հազարավոր մարդիկ են եւ մարդիկ հեշտ չեն փոխվում։ Ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի մարդիկ փոխվեն։ Փոփոխությունները միանգամից տեղի չեն ունենում։ Բայց միանշանակ է, որ մենք գնում ենք փոփոխությունների եւ արդյունքների ուղղությամբ։ Իհարկե տեղեր կա կարող է արդյունք չեն գրանցել նույնիսկ որոշակի դանդաղումներ ունենք, բայց միանշանակ է, որ բազմաթիվ ուղղություններով մենք եւ իմ նշած թվերը եւ նույնիսկ ձեր նշած թվերը ցույց են տալիս, որ մենք այդ ուղղությամբ ենք շարժվում եւ համոզված եմ, որ երկարաժամկետ մենք արդյունքներ ենք, ավելի լավ արդյունքներ ենք ունենալու, որովհետեւ հաճախ բարեփոխումները ժամանակի անհրաժեշտություն էլ ունեն։ Մենք կարող է
կրթության կարողությունների եւ այլ մասնագիտական գիտելիքների վրա 2-3 տարի ներդրում կատարենք, բայց դրա արդյունքը լինի 7-8 տարի հետո, որովհետեւ այնպես չի, որ խաղի կանոնները կամ միջավայրը միանգամից փոփոխությունների է ենթարկվում, դրան էլ ժամանակի անհրաժեշտություն կա։ Ես կարծում եմ, որ մենք շարժում ենք, ինչպես նշեցի, այդ ուղղությամբ եւ արդյունքները գնալով էլ ավելի շատ կլինեն։ Շնորհակալություն։ Հաջորդ հարցի համար Վահե Հակոբյան։ Բարև ձեզ, պարոն Գրիգորյան, ես Վահե Հակոբյանն եմ Գորիսից։ Պարոն Գրիգորյան, վարչապետը հայտարարել էր, եթե դուք չընտրվեք, պատերազմ կլինի։ Արդյոք դուք եւ ձեր քաղաքական թիմը չեք ձախողել Հայաստանի անվտանգությունը ինստիտուցիոնալիզացնելու հարցում, քանի որ ըստ ձեզ ամբողջ պետության անվտանգությունը կախված է ՔՊ-ի ընտրվելուց։ Վարչապետի ասածը այդ կոնտեքստը չեն ունեցել եւ ես կարծում եմ, որ քաղաքական ուժերը դա հաստատել են, եթե նայել եք վերջին օրերին ընդդիմադիր գործիչների քաղաքական հայտարարությունը, իրենք հենց այդպես էլ հայտարարել են, որ իրենք գան, հետ են գալու եւ պատերազմ են հայտարարելու։ Վարչապետի ասածը սրա մասին է եղել։ Վարչապետի ասածը նրա մասին չի եղել, որ եթե մենք չլինենք, ապա պատերազմ։ Վարչապետի ասածը, որ այն ուժերը, որոնք հայտ են ներկայացնում, նախ ասում են, որ մենք գալու ենք եւ խաղաղության պայմանագիրը վերանայելու ենք։ Եթե խաղաղության պայմանագիրը իրենք ասում են, որ վերանայելու են, բնականաբար պատերազմի հրձիգ գործ են կատարելու։ Իսկ այն քաղաքական գործիչները, որ 3 չէ մյուս օրը հայտարարում էին, որ իրենք որ հետ գան, Սամվել Կարապետյանի դատավարության ներկաներից մեկն է այդպիսի հայտարարություն արել, որ իրենք հետ են գալու եւ ուժեղանալու են եւ պատերազմ են հայտարարելու եւ ռազմական գործողություններով տանելու են երկիրը այդ ուղղությամբ։ Հայտարարությունը սրա մասին է եղել։ Ինձ թվում է կոնտեքստը դուք եք տալիս եւ ձեր դիտանկյունից եք կոնտեքստ տալիս, բայց վարչապետի ասածը եղել է նրա մասին, այն ինչ ես ասեցի։ Շնորհակալություն։ Հաջորդ հարցի համար Յուրի Օհանջանյան։ Ողջունում եմ ձեզ, պարոն Գրիգորյան, ես Յուրի Օհանջանյանն եմ Սյունիքի մարզի Կապան քաղաքից։ Հարցս հետևյալն է. ինչու է հայկական կողմը սկսում սահմանազատումը այն հատվածներից, որտեղ ունի ամուր դիրքեր, մինչդեռ Ադրբեջանը հրաժարվում է դուրս գալ ՀՀ սուվերեն տարածքներից։ Սա անվտանգության ամրապնդում է թե դիրքային նահանջ։ Շնորհակալություն։ Եթե դուք գնաք սահմանազատված այն հատվածներ, որտեղ տեղի ունեցել սահմանազատումը եւ տեղի բնակչության հետ խոսակ, համոզված եմ, որ հաջորդ անգամ լրիվ ուրիշ հարց եք տալու։ Կարող է ձեր մոտ դեռ այդ հարցը լինի, բայց հարցը լրիվ այլ տեսանկյունից եք տալու, որտեղ այն ինչ մենք կատարել ենք Տավուշում, դա Տավուշին կայունություն է բերել եւ այն ենթակառուցվածքները, որը մենք այնտեղ ստեղծել ենք եւ ենթակառուցվածքները, որոնք այնտեղ զարգացրել ենք, միանշանակ է, որ այն ինչ մենք կատարել ենք, դա միայն կայունություն է բերել սահմանի այդ հատվածներում։ Ինչ վերաբերում է սահմանազատման հետագա գործընթացին, դուք գիտեք, որ մեր դիրքորոշումը այն է, որ այն տարածքները, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, հասցեագրվելու է սահմանազատման գործընթացի շրջանակներում։ Եվ սա է մեր մոտեցումը եւ խաղաղության կոնտեքստում սա նորմալ մոտեցում է եւ սա լուծում է տալու մեր մտահոգություններին, բայց ձեր հարցի մյուս մասին, որ մենք ինչ ենք կատարել, ես համոզված եմ, որ մենք կայունություն ենք բերել այդ համայնքներին, որտեղով որ սահմանազատումը տեղի ունեցել եւ այսօր մենք այդ հատվածներում, սահմանի այդ հատվածներում կայունություն, ամբողջ հատվածում ունենք կայունություն, բայց այդ հատվածում մասնավորապես եւ այնտեղ ենթակառուցվածքներ զարգանում, այսինքն ավելի քան 50 քանի բնակարան է կառուցվում նույն Գիրանցում, որը կարծում եմ շատ կարևոր արդյունք է նաեւ բնակավայրի կայունության տեսանկյունից։ Շնորհակալություն։ Հաջորդ հարցի համար Սաֆարյան Գոռը։ Ողջույն բոլորին, ես Սաֆարյան Գոռն եմ, սովորում եմ Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետում։ Պարոն Գրիգորյան, հարցս վերաբերվում է թրիփ նախագծին։ Կա հաշվարկ, կա հստակ հաշվարկ, որը ցույց է տալիս Հայաստանը այս գործարքից ինչ է շահելու կամ ինչ վնասները լինելու անվտանգության եւ ինքնիշխանության մասով։ Միջադեպերի կամ ուժի կիրառման դեպքում ով է լինելու
ով է լինելու վերջնական պատասխանատուն, ինչ իրական մեխանիզմով է դա ապահովելու։ Շնորհակալություն։ Բայց հաշվարկը դուք թվային տնտեսականի նկատի ունեք, թե ձեր հարցի երկրորդ մասովի նկատի ունեք։ Նկատի ունեմ կոնկրետ ինչ հստակ երաշխիքներ ունենք այս բայ դրությամբ։ Նայեք, հստակ երաշխիքները ընդհանուր առմամբ խաղաղությունն է, որ գոյություն ունի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, նաեւ Միացյալ Նահանգների ներգրավվածությունը հավելյալ երաշխիքներ է բերում իր հետ թրիփը իրականացնելու մասով եւ թրիփը մենք դիտարկում ենք որպես տնտեսական ծրագիր եւ մենք համոզված ենք, որ թրիփը Հայաստանին զարգանալու համար մեծ հնարավորություններ է բացում, այդ հնարավորությունները տնտեսական են, բայց միանշանակ է, որ տնտեսական հնարավորությունը իրագործելու դեպքում փոխկախվածություն է ստեղծելու տարածաշրջանում եւ այդ փոխկախվածությունը էլ ավելի ամրապնդելու տարածաշրջանում խաղաղությունը եւ ընդհանուր առմամբ թրիփի անվտանգության համար պատասխանատու են լինելու Հայաստանի պետական կառույցները, այսինքն սահմանային ընդհանուր անվտանգությունը, սահմանի վերահսկողությունը իրականացնելու է սահմանապահ զորքերը եւ սա է հիմնականում լինելու թրիփի մասով եւ այստեղ կրկին ես հասկանում եմ, որ մտահոգություններ կարող են լինել եւ մտահոգությունների ուղղությամբ ուզում ենք, որ մտածեք, հա, եւ նաեւ մենք մտածենք, մենք էլ ենք մտածում, բայց այստեղ շատ կարեւոր է ինչպես ենք տրամադրում, որովհետեւ թրիփը Հայաստանի համար մեծ հնարավորություններ է, թրիփը Հայաստանը ապաշրջափակելու է, թրիփը Հայաստանի համար տնտեսական նոր հնարավորություններ է բացելու եւ նաեւ մեծ եկամուտներ է բերելու Հայաստանին։ Եվ մենք պետք է աշխատենք այս ուղղությամբ եւ ամրապնդենք եւ հնարավորինս արագ իրականություն դարձնենք թրիփը։ Հիմա գիտեք, որ ինտենսիվ Միացյալ Նահանգների հետ աշխատում ենք, հուսով ենք, որ մոտ շրջանում արդեն հնարավորություն կլինի ավելի առարկական նկատի ունեմ, ավելի առարկական աշխատանք գետնի վրա կատարել եւ դա նաեւ կբերի հավելյալ երաշխիքները, հավելյալ վստահություն, որ թրիփը իրականացվում է եւ այն իրականացվելու է հնարավորինս շուտ։ Շնորհակալություն հաջորդ հարցի համար Անի Հակոբյան։ Շնորհակալություն պարոն Գրիգորյան, շնորհակալություն նաև հնարավորության համար Անի Հակոբյան, դեռևս ուրեմն 12-րդ դասարանում։ Հարցս այսպեսին է, հաշվի առնելով վերջին տարիներին տարածաշրջանում տեղի ունեցած աշխարհաքաղաքական փոփոխությունները եւ ինչպես նաև արկա մարտահրավերները, հետաքրքիր է թե ինչ եք կարծում, ինչ դեր ունի Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանային անվտանգության համակարգում եւ ինչպես նաև ինչ խնդիրներ կան, ինչ նոր հնարավորություններ կան նորից նույն համակարգում այդ ոլորտում, ինչպես նաև եթե կարելի է երկրորդ հարցս, որ համագործակցությունները եւ որ զարգացման ուղիներն է կարևոր դիտարկում Հայաստանի Հանրապետության անվտանգության ամրապնդման գործում եւ եթե կան դրանցից նորեր, այսինքն նոր համագործակցություններ եւ զարգացման ուղղություններ, խնդրում եմ նշել նաև դրանք։ Շնորհակալություն։ Ձեր հարցի կոնտեքստում նշեմ, որ մենք վերջին տարիների ընթացքում հիմնական առաջնահերթություն ենք համարել եւ տնտեսության եւ անվտանգության ոլորտում դիվերսիֆիկացիան եւ մենք համոզված ենք, որ դիվերսիֆիկացիան հնարավորություն է տալիս, որպեսզի Հայաստանի անվտանգությունը հնարավորինս բարձր մակարդակի վրա լինի եւ հենց այդ պատճառով մենք փնտրում ենք նոր համագործակցություն բոլոր գործընկերների հետ եւ հարևանների հետ եւ արտատարածաշրջանային գործընկերների հետ եւ սա ամրապնդում է մեր անվտանգությունը եւ սա չի նշանակում, որ մենք մի վատ իրավիճակից ճարճից դուրս գանք, հիմա էլ ընկնենք կոնկրետ մեկ կենտրոնից կախվածության։ Մենք պետք է շարունակենք մեր դիվերսիֆիկացիան եւ նոր գործընկերություն փնտրենք եւ ամրապնդենք այդ գործընկերությունը։ Երբ որ հարցնում եք նոր ուղղություն, կարծես թե որպես այդպեսի նոր չկա, որ եթե դուք հարցնեիք օրինակ 2022-ին, 23-ին ուղղություններ կային, որ նոր էին։ Բայց հիմա որպես այդպեսի նոր չկա, ավելի շատ հաստատվածները կամ սաղմնային փուլում գտնողները զարգացնում ենք այդ հարաբերությունները։
Տարածաշրջանի անվտանգության կոնտեքստում Հայաստանը շատ կարևոր դերակատարություն ունի եւ գնալով նաեւ երբ որ ապաշրջափակումը տեղի ունենա, թրիփը տեղի ունենա, ես ուզում եմ առաջարկեմ, որ մենք անվտանգության մասին մտածելուց միայն չկենտրոնանանք ռազմականի վրա, որովհետև դա սահմանափակում է ամբողջական տեսնելու պատկերը։ Ես չեմ ուզում ասեմ ռազմականը կարևոր է, բայց ռազմականից բացի այլ կոմպոնենտներ կան, եւ դրանք շատ կարևոր են, եւ օրինակ ապաշրջափակումը երբ որ տեղի ունենա, Հայաստան տարածաշրջանում էլ կարևոր դիրք ձեռք կբերի։ Օրինակ, երբ որ մենք գնացել ենք Վաշինգտոն եւ խաղաղության համաձայնագիրը նախաստորագրել ենք, առաջնորդները հայտարարություն են տարածել, դրանք ցույց են տալիս, թե Հայաստանը ինչպիսի կարևորություն է ձեռք բերել նաեւ Միացյալ Նահանգների համար, որովհետեւ թրիփը իր բնույթով նաեւ հնարավորություն է ստեղծել տարածաշրջանային տնտեսական ծրագրերի համար, որպեսզի Հայաստանը կարևոր դառնա եւ ընդհանուր անվտանգություն կրկին լայն իմաստով Հայաստանը շատ կարևոր դերակատարություն է ձեռք բերում եւ ինչքան շատ ապաշրջափակումը տեղի ունենա, այնքան մենք ավելի ամուր եւ ավելի կարևոր դերակատարություն կունենանք եւ նաեւ այստեղ շատ կարևոր է Հայաստանի տնտեսությունը, Հայաստանի տնտեսության շարունակական զարգացումը կրկին Հայաստանին դերակատարություն է հաղորդելու, որովհետեւ տնտեսական մասով նաեւ փոխկախվածություններ է լինելու այլ երկրների հետ եւ դա միայն ամրապնդելու է եւ անվտանգությունը եւ նոր հնարավորություններ է ստեղծելու։ Շնորհակալություն հաջորդ հարցի համար Նարեկ Մինասյան։ Ողջունում եմ բոլորին։ Ես Նարեկն եմ Մինասյան, սովորում եմ Երևանի Պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետում։ Հարգելի պարոն Գրիգորյան, իմ հարցը հետեւյալն է. կապված 2018 թվականից սկսած ձեր կուսակցության նաև արդեն ձեր պաշտոնավարման ժամանակից սկսած պայմանավորված թե երկրի ներքին արտաքին քաղաքական ստեղծված իրավիճակով մեր երկրի տարածաշրջանում կատարվող իրավիճակներով հանդերձ ուզում եմ հարցս ուղղել թե արդյոք դուք անվտանգության ոլորտում եւ նաեւ ձեր կուսակցությունը արդեն ներքին արտաքին քաղաքական բնակավարում Հայաստանի Հանրապետությունը ավելի, այսպես ասած, ուժեղ է դարձել, թե փորձում է դիմանալ ինչ-որ չափով ստեղծված իրավիճակին, եթե կարծում եք, որ այո, կխնդրեի շեշտադրեք մի քանի ուղղություն եւ մեր երիտասարդությունը եւ հայ հասարակությունը կոնկրետ անձամբ ձեզանից ինչպիսի փոփոխությունների կարող է սպասել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցերի համար։ Ավելի շուտ եկեք մի քանի թեմայի մասին խոսել ենք։ Հիմա մեր կարողությունները ավել են, օրինակ սպառազինության առումով։ Միանշանակ կարող եմ ասել այո եւ օրինակ այդտեղ մենք մի կախվածություն ենք ունեցել, որը մեր համար խնդիր է եղել, որտեղ մենք մոնոպոլ սպառազինություն վաճառող ենք ունեցել։ Հիմա մենք դիվերսիֆիկացրել ենք եւ այդ դիվերսիֆիկացիայի արդյունքում մենք ավելի կայուն մատակարարում ունենք եւ այսօր մեր սպառազինությունը միանշանակ անգամներով շատ է, քան օրինակ մենք ունեցել ենք 2017 թվականին։ Բանակը բարեփոխել ենք եւ շարունակում ենք բարեփոխել։ Սահմանային ենթակառուցվածքներ ենք կառուցել, ամրացված շրջանները, չգիտեմ դուք եղել եք հնարավորություն ունեցել եք լինելու թե չէ, միանշանակ այդտեղ մեծ փոփոխություններ են կատարել։ Նոր արտաքին հետախուզական ծառայություն ենք ստեղծել, հետ գալով ռազմական բյուջեին մոտ 3 անգամ ռազմական բյուջեն վերջին տարիների ընթացքում ավելացրել ենք եւ այստեղ կրկին հաջողություն ունենք։ Նաև դիվերսիֆիկացրել ենք մեր հարաբերությունները մեր գործընկերների հետ, մենք սերտ համագործակցություն ունենք Բրյուսելի հետ, Վաշինգտոնի հետ, Հնդկաստանի հետ, Չինաստանի հետ ենք լավ հարաբերություններ կառուցում եւ այս ամենը միանշանակ է, որ մեր կարողությունները զարգացրել են եւ ուզում եմ նաեւ դրա վրա շեշտ կատարել խաղաղության այն միջավայրը, որը Հայաստանը այսօր գտնվում է, որովհետեւ սպառնալիքների միջավայրը, որը մենք ունեցել ենք, այդ սպառնալիքների միջավայրը Հայաստանի վրա մեծ ճնշում էր ստեղծում եւ նույնիսկ հաճախ դանդաղեցնում էր մեր բարեփոխումները։ Այսօր մենք ունենք ավելի հանգիստ միջավայր եւ մենք կարողանում ենք
մեր անվտանգությունը եւ վերափոխել եւ ավելի կայուն դարձնել։ Մենք վերջին 2 տարվա ընթացքում սահմանին զոհ չենք ունեցել։ Ես կարծում եմ սա եւս արդյունք է եւ այս մասով միանշանակ է, որ բազմաթիվ ոլորտներում առաջընթաց ենք ունեցել, բայց սա չի նշանակում, որ մենք լուծել ենք մեր բոլոր խնդիրները եւ չի լինելու որևէ պահ, որ մենք մեր բոլոր խնդիրները լուծած ենք լինելու, որտեղ որևէ հասարակություն, ցանկացած հասարակություն վերցրեք ձեր համար իդեալական, հա, նույնիսկ այդ հասարակությունները քննարկում են իրենց առօրյա խնդիրները։ Այսպիսին է կյանքի իրականությունը եւ կարծում եմ այդպես մենք պետքա վերաբերվենք նաեւ պետությանը այն կոնտեքստում, որ ավելի լավը դառնալու պետությունը նպատակը որպես այդպիսին պետության ինքը շարունակական գործընթաց է։ Շնորհակալություն հաջորդ հարցի համար Ռաֆայել Անդրեասյան։ Ողջունում եմ ձեզ, պարոն Գրիգորյան։ Ես Ռաֆայել Անդրեասյանն եմ, Երևանի Պետական Համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետից։ Քանի որ խոսեցինք սահմանազատման մասին, հարցը սահմանազատմանն է վերաբերվում։ Ես մի անգամ քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավորներից մեկին այս հարցը տվել եմ, սակայն լիարժեք պատասխան դեռ չունեմ, քանի որ հիմա սահմանազատման գործընթացը դեռ շարունակվում է։ Ես ցանկանայի իմանալ կան տարածքներ, որոնք սահմանազատման գործընթացի վերջում պետք է տրամադրվեն մեզ։ Ավելի կոնկրետ խոսքս վերաբերում է Իշխանասարի բարձունքի մասին եւ Գորիս-Կապան ավտոճանապարհի, եւ եթե թույլ տաք երկրորդ կարճ հարցը, իմ իմացած տեղեկություններով Գորիս-Կապան ավտոճանապարհը ըստ խորհրդային միության ժամանակ եղել է խորհրդային Ադրբեջանի կազմում եւ ըստ Ալմա-Աթայի պետք է անցնի Ադրբեջանին եւ հիմա գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Բայց եթե շարժենք այդ տրամաբանությամբ, ով չգիտի, ասեմ, որ Գորիս-Կապան ավտոճանապարհը կառուցվել է 1964 թվականին եւ ըստ դրա կստացվի, որ խորհրդային Հայաստանի նախարարների խորհուրդը որոշում էր կայացրել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհը պետք է կառուցի խորհրդային Ադրբեջանի տարածքով։ Կցանկանայի բարձրաբանել, պարոն Գրիգորյան, շնորհակալություն։ Նայեք, դուք եք նշում, որ դա Ադրբեջանի տարածքում է, չէ՞, եւ Ալմա-Աթայով էլ հենց Ալմա-Աթայով պատկանում է Ադրբեջանին։ Այն տարածքները ներողություն, ես ասում եմ, որ ինձ ասել քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավորներից մեկը այդպես է ասել, բայց ըստ դրա կստացվի, որ նախարարների խորհուրդը խորհրդային Հայաստանի որոշում է կայացել, որ այն ժամանակ պետքա ոչ թե խորհրդային Հայաստանով անցներ, այլ խորհրդային Ադրբեջանով, ու ըստ ինձ տրամաբանությունից դուրս է դա։ Նայեք, այդ որոշման մասին տեղյակ չեմ կարող այդ որոշման մասին բան ասել, բայց այդ հատվածում այն տարածքները, որոնք պատկանում են Հայաստանին, գտնվում է Հայաստանի վերահսկողության տակ, այն տարածքները, որ պատկանում են Ադրբեջանին, գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այո, սահմանազատման գործընթացի արդյունքում կան տարածքներ, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ եւ հայտնվելու են Հայաստանի վերահսկողության տակ, այսինքն սահմանազատման արդյունքում ըստ քարտեզների, որոնք մենք օգտագործելու ենք սահմանազատումը կատարելու եւ որը նաեւ օգտագործել ենք սահմանազատումը կատարելու, ըստ դրա այդ տարածքները անցնելու են Հայաստանին։ Այդ միանշանակ է։ Ոչ միայն ձեր նշած, այլ նաեւ այլ տարածքներ էլ կան, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ եւ սահմանազատման արդյունքում հայտնվելու են Հայաստանի վերահսկողության տակ։ Նայեք, Իշխանասարի դեռ սահմանը որտեղով է անցնում, այս բան հստակ չեմ հիշում որտեղ անցնում, բայց ասում եմ այն տարածքները, որոնք պատկանում են Հայաստանին, անցնելու է Հայաստանի վերահսկողության տակ։ Ըստ քարտեզների, որոնք պատկանում են մեզ, անցնելու է Հայաստանը։ Շնորհակալություն հաջորդ հարցի համար Էլմիրա Ալավերդյան։ Էլմիրա Ալավերդյան, տնտեսագիտության մագիստրոս։ Պարոն Գրիգորյան, վերջին տարիների ձախողումները, ի թիվս 44-օրյա պատերազմը 22 թվականի սեպտեմբերը, 23 թվականի սեպտեմբերը ցույց տվեցին, որ խնդիրը ոչ թե ինֆորմացիայի պակասն էր, այլ դրա սխալ մեկնաբանումը կամ էլ իշխանություններին հաճոյանալու մշակույթը։ Ղեկավարությունը ինքն էլ նշել է, որ շատ հաճախ ստացել է հակասական ինֆորմացիա, ինչով է տարբերվում այսօրվա համակարգը։ Ով է նշել, կներեք չլսեմ։ Իշխանությունը նշել է, որ ստացել է հակասական ինֆորմացիա։ Այո, բազմաթիվ
հաղորդաշարում այդպես նշվում է։ Հարցս հետևյալն է. ինչով է տարբերվում այսօրվա համակարգը, որ անվտանգության խորհուրդը եւ արտաքին հետախուզական ծառայությունները նույն ինֆորմացիոն վակուումում չեն հայտնվի։ Շնորհակալություն։ Նայեք, դե հաշվի առնելով նաև մեր փորձը այն խնդիրները, որ ունեցել ենք, մենք նաև այդ պատճառով ստեղծել ենք արտաքին հետախուզական ծառայությունը եւ ընդհանուր առմամբ հետախուզական մարմինների բարեփոխումների նպատակը նաև այն է, որ հնարավորինս իրական կարողանան մեր ծառայությունները գնահատել իրավիճակը։ Իհարկե մենք կարողությունների այդպիսի խնդիր ունեցել ենք, այնպես չի որ ամբողջությամբ լուծել ենք, բայց շարժվում ենք այդ խնդիրները լուծելու ուղղությամբ եւ նաև անվտանգության խորհուրդը որպես մարմին, որը քննարկում է անվտանգությանը վերաբերող տարբեր հարցեր, մենք ժամանակի ընթացքում բազմաթիվ ներքին գործընթացների բարեփոխումներ ենք կատարել, որպեսզի հնարավորինս արդյունավետ լինի։ Նաև ինֆորմացիայի կիսվելը նույնիսկ գերատեսչական արդյունավետությունը ահագին բարձրացրել ենք, որպեսզի հակասական որևէ համակարգ այնպես չի, որ հակասական ինֆորմացիա չի ունենալու։ Ես չգիտեմ հետևում եք ակտիվ մերձավոր արևելքի պատերազմին, բայց այնտեղ էլ բազմաթիվ Հորմուզի հետ կապված բազմաթիվ հակասական կարծիքներ են եղել եւ Միացյալ Նահանգներում եւ տարբեր պետություններում եւ բոլորն էլ այդպիսի խնդիրներ ունեն։ Խնդիրը կայանում է նրան, որ արդյոք շարունակվում է թե չէ։ Ես կարծում եմ, որ եւ համոզված եմ, որ մենք բարեփոխումներ ենք կատարել եւ ռիսկերը նվազեցրել ենք եւ շարունակում ենք բարեփոխումներ կատարել, որպեսզի հնարավորինս իրական ինֆորմացիա ստանանք, հնարավորինս ռեալ գնահատենք մեր շուրջը ստեղծված իրավիճակը եւ ըստ դրա քաղաքականություն վարենք եւ համոզված եմ, որ վերջին շրջանում դա մեզ հաջողում է, որտեվ այն կայունությունը, որը ստեղծվել է մեր շուրջը, նաեւ այդ քաղաքականությունների արդյունք են։ Շնորհակալություն հաջորդ հարցի համար Ալեն Վիրաբյան։ Շնորհակալություն, ճիշտն ասած քիչ առաջ էլ խոսեցինք սահմանազատման թեմայից, բայց ես մի քիչ ավելի խորքային հարց ունեմ։ Հայտնի է, որ Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի հետ սկսել է սահմանազատման եւ սահմանագծման գործընթաց, ըստ որի հայ-ադրբեջանական սահմանի մի հատվածը սահմանազատված է եւ այնտեղ ծառայություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը։ Միաժամանակ 24 թվականից մինչև օրս էական տեղաշարժ չի եղել այդ process-ում, մի ժամանակ հայտարարվում էր, որ սահմանազատումը շարունակելու է Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի սահմանների հատման կետից, սակայն այդ ուղղությամբ եւս տեսանելի առաջխաղացում չկա։ Որն է պատճառը, որ սահմանազատման գործընթացը ընթանում է այդքան ցածր էֆեկտիվությամբ եւ ինչու մինչեւ օրս Հայաստանի Հանրապետությունն իր վերահսկողության տակ եղած տարածքները հանձնել է Ադրբեջանին, իսկ Ադրբեջանը չի շտապում ազատել իր կողմից օկուպացված տարածքները։ Միաժամանակ խնդրահայույց է նաեւ այն, որ Ադրբեջանն այդ տարածքներում ամրաշինական կառույցներ է ստեղծում եւ եթե դա չի խոսում այն մասին, որ Ադրբեջանը չի պատրաստվում ազատել այդ տարածքները, ապա նվազագույնը այդ փաստը լուրջ խնդիր է առաջացնելու այդ տարածքների հնարավոր ազատագրման պարագայում։ Ինչպես է լուծվելու այդ խնդիրը։ Սահմանազատում դուք ճիշտ եք նշում, որ սահմանազատումը իհարկե 2024 թվականի ապրիլ-մայիսին ավելի ակտիվ է ընթացել, բայց դրանից հետո հիմնականում դանդաղել է։ Մենք հիմա Ադրբեջանի հետ շարունակում ենք մեր քննարկումները, որպեսզի ակտիվ փուլ մտնենք սահմանազատման գործընթացով։ Գիտեք, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը այս տարի այցելել էր Ադրբեջան եւ այնտեղ որպես սահմանազատման հանձնաժողովի նախագահ Հայաստանի կողմից քննարկել հենց սահմանազատումը։ Մենք ակնկալում ենք, որ մոտակա շրջանում այդ շփումները եւ քննարկումները կշարունակվեն եւ հնարավորություն կլինի ավելի ակտիվ փուլի անցնել սահմանազատման գործընթացը, բայց սահմանազատման գործընթացի կոնտեքստում նաեւ կարեւոր է ընդհանուր առմամբ սահմանի ընդհանուր կայունությունը։ Իդեպ մենք իհարկե սահմանազատված չի,
մոտավոր թիվ եմ ասում, դրա պետքա սահմանազատվի, որ հստակ թիվ իմանանք, բայց մոտ 900 կիլոմետրից ավել սահման ունենք մենք Ադրբեջանի հետ, 900-ից մի քիչ ավել, հա, եւ այդ հատվածի մոտ 180 կիլոմետրը սահմանապահ զորքեր են կանգնած, նաեւ մի քանի հոգի ոնց որ դուք եք չէ նշեցիք, որ սահմանապահ զորքերն են կանգնել այդ 12.7 կիլոմետրում, բայց բացի դրանից կա եւս 180 կիլոմետր, որտեղ սահմանապահ երկու կողմից էլ սահմանապահ զորքերն են կանգնած, եւ ի դեպ վերջին 6 տարիների ընթացքում այն հատվածներում, որտեղ սահմանապահ զորքերն են կանգնած, մեկ միջադեպ ա եղել։ Մնացած ամբողջ շրջանում շատ կայուն ա եղել այդ 180 քանի կիլոմետրի վրա, որտեղ սահմանապահ զորքերն են կանգնած։ Իհարկե լավ կլիներ, որ մենք ավելի ինտենսիվ կատարեինք սահմանազատման գործընթացը, բայց սահմանազատման կոնտեքստում նաև շատ կարևոր է կայունությունը, որը սահմանին գոյություն ունի։ Այս պահին կրակոցները գրեթե դադարել են, մենք բարձր մակարդակի կայունություն ունենք եւ քանի որ սահմանազատման կոնտեքստում շատ հարցեր կան, ես առաջարկում եմ Յուրի, եթե ցանկություն լինի, եւս մեկ այց կազմակերպենք, որտեղ հարցերը շատ են սահմանազատման հետ կապված, այց կազմակերպենք Կիրանց ամրացված շրջանները եւ մնացած այլ ենթակառուցվածքները դիտելու, եթե հետաքրքրություն լինի ուսանողների կողմից եւ նաեւ տեղում տեսնեք, թե սահմանազատումը ինչ է նշանակում, ինչ արդյունքներ ա եղել սահմանազատման մասով։ Մենք գնահատման process ունենք ողջ միջոցառման ընթացքում, հարցերի մեջ կավելացնենք սահմանազատման հետ կապված թե իմացության, թե ցանկության արդյունքներով կիսվենք, բայց իմ կանխագուշակված տեսնում եմ, որ շատ հարցեր կան, զուտ տեղում նաև այդ մասով երևի ամենաշատ հարցերից խմբը, պարզապես ես այդպես կարող շատ լավ չեմ հիշում ամբողջ հարցերը, բայց իմ մոտ տպավորությունը այնպեսին է, որ ամենաշատ հարցերի փաթեթը վերաբերում է նաև սահմանազատմանը եւ կարծում եմ հետաքրքիր կլինի, որ երիտասարդները նաև տեսնեն, եթե իհարկե մի մասը արդեն եղել է եւ տեսել են այդ ենթակառուցվածքները, բայց կարող է ավելի շատ հետաքրքրություն լինի, որպեսզի ծանոթանան այդ ենթակառուցվածքներին, հա։ Շնորհակալություն վերջին հարցի համար Պապին Կարապետյան։ Շնորհակալություն Պապին Կարապետյան, Restart Գավառի ԵՀԿ թիմի անդամ, ինչպես նաև Գավառի պետական համալսարանի իրավագիտության բաժնի ուսանող։ Պարոն Գրիգորյան, այսպիսի մի բան եմ նկատել, որ ներկայիս իշխանությունները, ինչպես նաև իշխող կուսակցության քաղաքական գործիչները տարբեր հարցազրույցների, իրենց ելույթների, ճեպազրույցների կամ թեկուզ ոչ ֆորմալ խոսակցությունների, երբ նկարահանումներ չկան, ընթացքում միայն սկսել են օգտագործել Ղարաբաղ, Ղարաբաղցի արտահայտությունները, ընդհանրապես մոռանալով Արցախ ու Արցախցի անվանումների մասին, կարծես դրանք ընդհանրապես չեն եղել։ Կցանկանայի հասկանալ, թե ինչով է այդ ամեն ինչը պայմանավորված։ Շնորհակալություն։ Նայեք, խաղաղության գործընթացի կոնտեքստում այս ինքը շատ բարդ թեմա է եւ իհարկե բազմաշերտ էմոցիաներ կան եւ ես հասկանում եմ այդ էմոցիաները եւ քաղաքացիների եւ այն քննարկումները, որոնք տեղի են ունենում, այդ կոնտեքստում ես այդ ամեն ինչ հասկանում եմ, բայց նաեւ իրենք քաղաքական գործիչներ են եւ քաղաքական գործիչները հաճախ ոչ միայն պատասխանատու են իրանց հանրության առջև, այլ նաեւ այն միջազգային հարաբերությունների կամ հարևան երկրների հարաբերությունների կոնտեքստում, որոնք կարևոր են եւ թեմաներ կան, որ եւ մեզ են անհանգստացնում եւ Ադրբեջանին են անհանգստացնում, այնպես չի որ Ադրբեջանում էլ չկա, մենք էլ չունենք այդպիսի օրինակ նարատիվների անհանգստություն, որոնք Ադրբեջանում կա եւ մենք դա պարբերաբար ասում ենք եւ իրանք էլ են այս հարցերը բարձրացնում եւ եթե մենք ուզում ենք խաղաղությունը լինի եւ խաղաղությունը շարունակվի, ապա դա պետքա որոշակի վերաբերմունք ցուցաբերել այդ խաղաղությանը, հասկանում եք, սա շատ կարևոր է, որովհետեւ խաղաղություն ինքը շատ փխրուն է եւ պետք է աշխատել այն ուղղությամբ, որ կարողանանք խաղաղությունը ամրապնդել։ Հակառակ դեպքում մենք խնդիրներ ենք ունենալու, հա, եւ հասկանալի պատճառով են դա անում։ Այսքանը։
Շնորհակալություն պարոն Գրիգորյան, եւս մեկ անգամ ես առաջարկում եմ որպես վերջաբան դուք կարճ ամփոփիչ խոսք ասեք այն հարցերը, որը կցանկանայիք հասցեագրել, բայց հարցերի տեսքով չհնչեցին, շատ կարճ խոսեք դրա մասին ու արդեն միջոցառումն ավարտենք։ Նայեք հարցերը այնքան բազմաշերտ էին եւ կարծես թե բոլոր այս պայն քաղաքական ոչ բոլոր, բայց շատ ոլորտներին առնչվող էին, չեմ կարծում, որ թեմա է մնացել, որի մասին հնարավորություն չենք ունեցել խոսելու, ինչ որ մի ձևով ցանկացած թեմայի անդրադարձել ենք, անվտանգության մասին խոսել ենք, տնտեսության, ներքաղաքական, արտաքին քաղաքական, գրեթե բոլոր թեմաների մասին խոսել ենք եւ վերջում միշտ դժվար այդպիսի բան կա, չէ, երբ որ մի քանի հոգով են սեղանի շուրջ նստած լինում, եւ առաջին խոսացողի համար է դժվար եւ վերջին խոսացողի։ Առաջին խոսացողի համար դժվար է ընտրել թեման։ Վերջին խոսացողի համար եւս դժվար է ընտրել թեման, որովհետեւ առաջինի համար շատ թեմական ուզում է մեկը ընտրի դրա մասին խոսա, վերջինի համար գրեթե բոլոր թեմաները խոսացված են լինում։ Բայց մի թեմայի, որ զուտ հետաքրքրության տեսանկյունից, որը կարևորում եմ ու քննարկման առարկա չի, ես զուտ խորհուրդ փորձի տեսանկյունից կառաջարկեի որպես երիտասարդներ մեծ ներդրում կատարել կրթության գործընթացում, կարծում եմ դա ամենակարևորն է, որովհետև իհարկե կյանքում սեփականության տեսանկյունից շատ բաներ կարելի է կորցնել, բայց գիտելիքը ամենակարևոր բանն է, որը ձեզնից ոչ մեկ չի կարողանալու խլել եւ ուզում եմ ձեզ խորհուրդ տամ, որ ամենաշատ ներդրումը այդտեղ կատարեք եւ շատ ժամանակ տրամադրեք դրան եւ նաեւ այդ կոնտեքստում նաեւ շատ կարդացեք, կարծում եմ կարդալը ձեզ ավելի խելացի, ավելի շրջայաց եւ աշխարհը ավելի լավ պատկերացնելու հնարավորություն է տալիս եւ սրանով էլ եզրափակենք։